Բարև ձեզ սիրելիներս, սկսում ենք մեր առավոտվա հաղորդումը։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, ես եւ իմ սիրելի Սերգեյ Դանելյանը սիրով ողջունում ենք ձեզ եւ ցանկանում, որ այսօրը լինի ձեր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը։ Շնորհակալություն Վարդուհի, այդպեսի լավ ներկայացնելու համար, իսկ մենք մոտավորապես 2 ժամ կլինենք միասին, խոսենք տարբեր բաների մասին, կունենանք նաեւ հյուրեր, թե կխմենք կբան ասենք, դե ինչպես միշտ էլի սիրելիներս։ Այո, Սերգեյ ջան, իսկ երջանիկ լինելու համար Business Insight պարբերականը մի հոդված է հրապարակել, որտեղ նշվում է ավելի երջանիկ լինելու 10 նախապայմանները, ինչ պետք է 10 պատվիրանները, այսպես ասած, երջանիկ լինելու համար։ Այո, պարբերականը Առաջինը պետք է միշտ ասենք տալ եւ չսպասել թե ինչ որ բան պետք է հետո վերցնես, հա, ամենակարևորը դա է, ինչպես ասում են ժողովուրդը, լավություն արա ու գցի ջուրը։ Սերգեյ, առաջ ես ընկնում, առաջինը երախտագետ լինելն է, հետո տալ մալը, հետո 6-րդ կետումը։ Տալ մալը հետո է, բայց զբաղվեք նրանով, ինչը ձեզ մոտ ամենից լավ է ստացվում։ Այո, միշտ մարդ է, որ իր սիրած աշխատանքով է զբաղվում, նա չի փնփնթում, տրամադրությունը լավ է լինում եւ միշտ ունենում է երջանկության զգացմունք։ Հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ, ում սիրում եք։ Այո, ինչպես ասում են, Աստված փրկի բոլոր չար մարդկանցից, վատ մարդկանցից եւ այլն, միշտ եղեք լավ մարդկանց հետ եւ լավ շրջապատ ունեցեք։ Եվ 4-րդ կետը, հիշեք, փողը լավ բան է, սակայն դրանից էլ ավելի լավ բաներ կան։ Իհարկե, էլ ավելի լավ բանը այն է, որ պետք է առողջ լինի, որպեսզի կարողանա այդ փողը ծախսի։ Ամենակարևորը առօրյա բանն է, որ չես կարող առնել փողով։ Այո, Սերգեյ ջան, 5-րդ կետն է, նախընտրեք տալ, ոչ թե վերցնել։ Բայց ես նախընտրում եմ դու չծավալվես այս թեմայի շուտ, շատ վտանգավոր է։ 6-րդ կետը, քնելուց առաջ վերլուծեք անցած օրը եւ թղթի վրա գրեք այն դրական էմոցիաներն ու դրական պահերը, այո, որը որ օրվա ընթացքում արդեն դիագնոզ է, պատկերացնում եք ամենական քնելուց նստում ես ասում, օ, ինչ լավ օր եմ անցկացրել ես այսօր։ Այսօր Վարդուհի Ալեքսանյանը ասաց, որ ես իր սիրելի Սերգեյն եմ։ Հա, Սերգեյ ջան, ես լավ բառերով եմ սկսում, որ հետո եթերի ընթացքում վտանգավոր չլինես ինձ համար։ 7-րդ կետում Սերգեյ պայքարեք եւ երբեք մի հանձնվեք, ինչպես չի հանձնվում Սերգեյ Դանելյանը։ Ոչ, ես օրինակ դրա հետ համաձայն չեմ։ Մարդ երբեք չպետք է պայքարի, որովհետեւ պայքար բառը դա ասում է, որ ինչ-որ մեկը պետք է պարտվի, եթե դու պայքարում ես, հա, պայքարը դա ինչ-որ մեկի վրայով պետք է անցնես, պայքարը միշտ ծնում է հակադարձ ուժ։ Այո, Վարդուհի ջան, հավատա ինձ, պայքարել նշանակում է չհանձնվել, առաջ գնալ, չհուսահատվել։ Ոչ, Վարդուհի ջան, հավատա, որ ես դրա հետ համաձայն չեմ, մարդ պետք է օրգանական ապրի իր հետ եւ ներդաշնակ շրջապատի հետ։ Երբ որ դու պայքարում ես, ուրեմն ամբողջ օրը կռիվ ես անում ինչ-որ բանի հետ եւ ուզում ես ինչ-որ բան հաստատել։ Եվ մի մոռացեք, որ պայքարողը այն ով որ հաղթում է, չէ՞ որ ինչ-որ մեկը պարտվել է, չէ՞։ Մենք երբեք էլ լեզու չենք գտնի, հարգելի հեռուստադիտողներ, պահպանեք լավատեսությունը անգամ ամենավատ իրավիճակներում։ Ինչպես ես լավատես եմ, հիմա ինչ էլ ասես մեկ այս լավատեսորեն Դե բայց ինչ պայքարի մասին է խոսքը։ 9-րդ կետը քնեք, որովհետև երբ մարդ չի քնում, էլ ավելի ագրեսիվ է դառնում, նյարդային է դառնում։ Քնեք եւ տեսեք լավ երազներ, որտեղ երազներում կարող ես քեզ թույլ տալ ամեն ինչ որ ուզում ես։ Եվ 10-րդ կետը խուսափեք կյանքի ընթացքում ամենահաճախ հնչող ափսոսանքներից։ Այո, պետք չէ ինձ խփել, Վարդուհի ջան, կարելի է այսպես մի քիչ ավելի սիրալիր վերաբերվել ինձ, այո։ Սերգեյ ջան, պետք չէ ափսոսալ, որովհետև անդադ մարդ կյանքի ընթացքում այո, ափսոս այսա կարող է անել այն մի ափսոսեք ոչ արածների համար, ոչ էլ մանավանդ չարածների համար։ Ինչ գիտեք, եթե անեիք, ինչ կստացվեր։ Սերգեյ, քեզ մեկ չէր խանգարի, որ դու ափսոսայր քո արածների համար։ Չէ, բացարձակ չեմ ափսոսում եւ ասենք ինչ կամ հետ եմ, ինչ Ինչևէ, անցնենք առաջ։ Մենք հաճախ խոսում ենք առողջ ապրելակերպի մասին, իսկ առողջ ապրելակերպի հիմնական պայմաններից մեկը ավելորդ քաշից ազատվելն է։ Ամերիկայի բժիշկների ասոցիացիան առաջարկել է նիհարելու 10 հասարակ կանոններ։ Ամերիկայի բժիշկների ասոցիացիան, չգիտեմ ինչ ասել, բայց ասոցիացիա։ Համենայն դեպս ավելորդ քաշից ազատվելը հենց ամերիկացիք պետք է ազատվեն, որտեղ ամբողջ օր նստած են ֆաստ ֆուդների եւ այդ գազավորված ըմպելիքների վրա։ Դրա համար գիտնականները այդ ուղղությամբ են զբաղվում։ Դրա համար Ամերիկայի գիտնականները միայն այդ ուղղությամբ են զբաղվում, ոնց անեն որ ները ժողովուրդ ջան, այդքան մի կերեք, այդքան բար։ Եվ այսպես առաջին նախապայմանը նախաճաշելն է, պետք է պարտադիր նախաճաշես։ Այո, միշտ պետք է շատ այսպես լավ նախաճաշես։ Երկրորդ պայմանը՝ բավարար քանակությամբ սպիտակուց օգտագործեք, քանի որ դրանք օրվա ընթացքում հագեցվածության զգացողություն են ստեղծում։ Այո։ Երրորդը՝ պետք է նաև վերահսկել օգտագործված սննդի քանակը, պետք չէ չարաշահել։ Անհրաժեշտ է նախընտրել մրգեր եւ բանջարեղեններ։ Գիտեք, որ մարդը 4 անգամ ավելի շատ է ուտում, քան թե պետք է ուտի։ Հա։
Այո, Իսկ 4 ո՞պես անգամ ավելի Սերգեյ շատ է ուտում, այո։ Մեկ-մեկ էլ բանել ես ասում։ Մեկ-մեկ չէ, այդ հանրային իմ միտքը չի դա, դա գիտնական Դանելյանն ասում է։ ուրիշի մտքերն եմ կրկնում, իմ գլխում երբեք միտ չի ծնվում, այդպես է։ Սերգեյ ջան, ոչ մի դեպքում քաղցած պետք չէ մնալ։ Անհրաժեշտ է նաև նյարդերը թույլատնել, քանի որ ստրեսը եւ ավելորդ քաշը սերտորեն փոխկապակցված են։ Այո, համարը որ դու սոված ես մնում, հետո միանգամից ընկնում ես այդ ուտելիքի վրա այնքան ես ուտում, որ չես կարողանում այլևս կոնտրոլ անել։ Լավ, օրական ասենք 2 ժամ ասենք ուտել միշտ որպեսզի սոված չմնալ։ Եվ նստակյաց պետք չէ լինել, պետք է շատ շարժվել։ Այո, Եվ ասում են նաև մարդիկ նիհարում են շոկ եղանակին, ոչ թե ցուրտ։ Իսկ այդ հարցում մեզ իհարկե կօգնի։ Ով կօգնի, Գագիկը։ Բարև Գագիկ։ Բարև։ Գյուղացիների կողմից հատուկ ջերմ բարևներ քեզ Գագիկ ջան։ Ես այդ բարևները արդեն ստացել եմ, հատկապես կարգտահարության օրը։ Այո, կարկուտը մի քիչ լավ չարեցիր իհարկե, Գագիկ ջան, բայց որ ազնվագալի մենք կանխատեսում ենք, ոչ թե թելադրում ենք մեր կամքը։ Դուք չեք կանխատեսում, Կանխատեսում եք, կանխեք Գագիկ ջան։ Շատ հաճախ դուք կռում եք ուղղակի։ Ցավոք որ դիտվեց կարգտահարություն, Բայց բայց ամենացավալին այն է, որ հատուկ ուզում եմ զգուշացնել 16-ին, 17-ին եւ 19-ին կրկին ցիկլոնը ուժ է հավաքում եւ բավականին կարգտավտանգ օրեր են, կրկին օրվա երկրորդ կեսին, կրկին առանձին շրջաններում հնարավոր է։ Շնորհակալ ենք նախապես զգուշացնելու համար Գագիկ ջան։ Կռումը, սաղինքնանում, ես գիտեմ, սաղինքն։ Խնդրեմ Գագիկ։ Իսկ այսօր հանրապետությունը կգտնվի միջերկրածովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որը կգործի գրեթե ողջ օրվա ընթացքով։ Ցիկլոնի անպամատության գոտին դուք տեսնում եք արբանյակային լուսանկարի վրա, որը տեղափոխվում է հարավ-արևելքից հյուսիս-արևելք մեր հանրապետության տարածքով։ Այսպիսով օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, օրվա երկրորդ կեսին անձրևներին կգումարվեն նաև ամպրոպները, որոնք ուղեկցվեն ուժեղ քամիներով մինչև 20 մետր վայրկյան արագությամբ։ Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հյուսիս-արևելքից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը երեկվա հետ համեմատած կնվազի 1-ից 3 աստիճանով։ Հիմա տեսնենք, թե ինչպիսին է եղանակ Արցախում եւ հանրապետության մարզերում։ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում մառախուղ, Ստեփանակերտում գիշերը սպասվում է 10, ցերեկը 18 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում նույնպես սպասվում են տեղումներ, Մեղրիում գիշերը սպասվում է 12, ցերեկը 25, Կապանում գիշերը 11, ցերեկը 24, Գորիսում գիշերը 9, ցերեկը 18 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզում սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժ գնացում, Ջերմուկում գիշերը սպասվում է 5, ցերեկը 15, Եղեգնաձոր քաղաքում գիշերը սպասվում է 10, ցերեկը 22 աստիճան տաքություն։ Գեղարքունիքի մարզում նույնպես տեղումն առատ է, այստեղ օրվա երկրորդ կեսից կդիտվի նաև ամպրոպ։ Մարտունիում գիշերը սպասվում է 4, ցերեկը 17, Գավառում գիշերը 5, ցերեկը 16, Սևանում գիշերը 6, ցերեկը 13 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում ջերմաստիճանը կնվազի 2-ից 3 աստիճանով, կդիտվեն տեղումներ։ Հրազդանում գիշերը սպասվում է 5, ցերեկը 17, Աբովյանում գիշերը 10, ցերեկը 18 աստիճան տաքություն։ Ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում նաև Արարատյան դաշտի ողջ տարածքում։ Արարատի մարզում գիշերը սպասվում է 10-ից 11, ցերեկը 22-ից 23, Արմավիրի մարզում գիշերը 10-ից 11, ցերեկը 22-ից 23 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կրկին կգրանցվեն հորդառատ տեղումներ։ Աշտարակում գիշերը սպասվում է 10, ցերեկը 21, Ապարանում գիշերը 6, ցերեկը 16 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարկուտ։ Իջևանում գիշերը սպասվում է 10, ցերեկը 18, Դիլիջանում գիշերը 8, ցերեկը 14 աստիճան տաքություն։ Առատ տեղումներ կգրանցվեն նաև Լոռու մարզում, Վանաձորում գիշերը սպասվում է 7, ցերեկը 15, Տաշիրում գիշերը 5, ցերեկը 14 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում տեղումներ սպասվում են օրվա երկրորդ կեսին։ Օրվա առաջին կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գյումրիում գիշերը սպասվում է 6, ցերեկը 18, Աշոտսկում գիշերը 4, ցերեկը 15 աստիճան տաքություն։ Իսկ Մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, երեկոյան ժամերին նաև ամպրոպ եւ քամու ուժ գնացում։ Շենգավիթում եւ Կենտրոնում գիշերը սպասվում է 10, ցերեկը 22, Բարձրադիր հատվածում Ավանում գիշերը 12, ցերեկը 21 աստիճան տաքություն։ Այսպիսին է եղանակը, ես խորհուրդ կտամ չտխրել անպամած օրերից, դիմանալ ի վերջո մեզ մոտ ամառ է գալու շուտով, իսկ ամառը Հայաստանի Հանրապետությունում բնութագրվում է տաք եւ արևառատ եղանակային պայմաններով։ Շնորհակալ ենք Գագիկ ջան։ Ասում ուրա, մենակ ասում եք, հաջողություն Գագիկ։ Մենակ դա միայն դա Զարային էր գլխատել անցած Գագիկի։ Գլխատեցին, տեսեք, դրանք զարան չկա, բա, այնքան կռած միշտ գլխատեցին։ Իրանել են գլխատել։ Մեզ մոտ անձրևները շարունակվում են, իսկ Հնդկաստանում ինչ ասես որ չեն անում միայն թե անձրևներ տեղան։ Գորտերին իրար հետ ամուսնացնում են, որպեսզի անձրև գա։ Այ քեզ բան։ Սիրահար զույգին ներկել են տարբեր գույնով ու զարդարել ծաղիկներով, իսկ էկ գորտի գլխին խորհրդանշական կարմիր փոշի են ցանել Սերգեյ ջան։ Արարողությունից հետո նրանց բաց են թողել գետը, որպեսզի նրանք անցկացնեն իրենց մեղրամիսը։ Այո, իսկ մեզ մոտ չգիտեմ, երևի էշերն են ամուսնացնում որտենց։ Սերգեյ, ավանդույթ է ուղղակի։ Սա այնքան էլ արտասովոր միջոցառում չէ, բամբակի մշակությամբ զբաղվող բազմաթիվ ընտանիքներ համոզված են, որ կենդանիների ամուսնությունները
երեխաներն իրենց անձրևներ կպարգևեն։ Իդեպ Հնդկաստանում բացի գորտերից էշերի եւ այլ խոշոր եղջերավորներն են ամուսնացնում։ Բա, տեսնում ես։ Ես գիտեի մենակ մեզ մոտ են էշերը ամուսնանում։ Դու միասան դել եմ տենց։ Էշեշ ամուսնանում են։ Էշեշ ամուսնանում են տենց։ Լավ, Սերգեյ, ինչու՞ մենք բարբերաբար անձրևից ենք խոսում, իմ անձրև է գալիս եւ հաճախ մի հարց է առաջանում. անձրևանոց թե հովանոց։ Այդ ինձ թվում է, որ այդ զոնտիկ ասածը, երբ որ անձրևից է սպաշվում, անձրևանոցը, երբ որ արևից է սպաշվում, հովանոցը, այդպես Որ ասում են անձրևանոց, Սերգեյ, մենք պատկերացնում ենք զոնտիկ, չէ, բայց իրականում դա այն պլաշն է, որ թիկնոցն է, այո, որ կրում են։ Թիկնոցը ինչ է, այ քեզ բան։ Այդ ամենի մասին բարձել են մեր գործընկերները, դիտենք տեսանյութը, որից պարզ կդառնա անձրևանոց թե հովանոց։ Սիրելի գործընկերներ, ապա ցանուցեք մեզ, խնդրում եմ։ Ցույց տուր անձրևանոցը եւ ես կասեմ ով ես դու։ Անձրևանոցը ոչ միայն անձրևից եւ արևից պաշտպանվելու արդյունավետ միջոց է, այլև մեր կերպարը լրացնող ինքնատիպ մի աքսեսուար, այնպես որ գունազրկված եւ մաշված անձրևանոցով քայլելը մեզ ցանկալի տեսանկյունից չի ներկայացնում։ Եթե ցանկանում եք, որ անձրևանոցը ձեզ երկար ծառայի եւ պահպանի իր թարմ տեսքը, պետք է չզլանաք եւ դրա խնամքին որոշակի ժամանակ հատկացնեք։ Անձրևանոցի նկատմամբ ամենաանարդար վերաբերմունքը, որ կարող ենք ցուցաբերել, դա այն բացված վիճակում չորացնելն է։ Դա կարող է հանգեցնել կտորի դեֆորմացման ու շյուղերի թուլացման։ Թաց անձրևանոցը չի կարելի դնել պատյանի մեջ։ Անձրևանոցը պետք է չորացնել կիսաբաց վիճակում։ Պետք չէ միանգամից բացել անձրևանոցը, պետք է մի փոքր թափահարել, քանի որ ծանրաբեռնվածությունը պատյանից հանելուց հետո ընկած է լինում շյուղերի վրա։ Անձրևանոցի կյանքը երկարացնելու եւս մեկ պայման է, որպեսզի անձրևանոցի շյուղերը լինեն անպայման ճկվող, քամուց չկոտրվեն։ Անձրևանոցը հաճախակի լվանալու փոխարեն կարելի է այն պարզապես մաքրել ամոնիակի ոչ ուժեղ լուծույթով կամ սպիրտի մեջ թաթախված փափուկ խոզանակով։ Անձրևանոցի վրայի ժանգոտ հետքերը մաքրելու համար անհրաժեշտ է կիտրոնը քսել ժանգոտ հետքի վրա, ուստի պարզաջրել այն։ Արևից եւ էկոլոգիապես ոչ այնքան մաքուր անձրևի տակ հաճախ մնալուց անձրևանոցի գույնը կարող է խամրել։ Խնդիրն ունի լուծում։ Պարզապես անձրևանոցի կտորը պետք է ամիսը մեկ անգամ մաքրել քացախաջրի մեջ թաթախված սպունգով։ Եթե անձրևանոցը շատ է կեղտոտվել, կարելի է այն ոչ հաճախ լվանալ ամանի հեղուկի միջոցով, փակ վիճակում, որպեսզի շյուղերը չվնասվեն, ապա չորացնել կրկին կիսափակ վիճակում, առանց ինչ-որ արհեստական միջոցների։ Անձրևանոցի խնամքը չի ենթադրում միայն կտորի խնամք, առանձնակի ուշադրության են արժանի նաև անձրևանոցի շյուղերն ու բռնակը։ Եթե բռնակը ռետինե է, ապա այն հաճախակի պետք է մաքրել սպիրտով։ Առանձնակի ուշադրություն են պահանջում նաև անձրևանոցի շյուղերը, ժանգոտելուց փրկելու համար անհրաժեշտ է անձրևանոցը տարին մեկ անգամ շյուղերի վրա լցնել ավտոմեքենայի յուղ։ Անձրևանոցը պայուսակի մեջ դնելիս աշխատեք այնպես անել, որ ձեր կոսմետիկայի տուփը, դրամապանակը, գրքերն ու նոթատետրերը չբազմեն անձրևանոցի վրա, այն պետք է դրված լինի ամենավերևում։ Անձրևներն արդեն նահանջում են, անձրևանոցի տեսքը ուշքի բերելու ճիշտ ժամանակն է։ Իսկ եթե այնուամենայնիվ ծուրանում եք հետևել նշված խորհուրդներին, ապա կարճ ժամանակ անց ստիպված եք լինելու հրաժեշտ տալ ոչ միայն ձեր անձրևանոցին, այլև 3-ից 5000 դրամի նորը ձեռք բերելու համար։ Ծույլերը կրկնակի են վճարում։ Տաթև Ախայան, Սեյրան Արսոյան, Առավոտը Շանթում։ Այ միշտ զարմացել եմ, ինչի օրինակ տղամարդիկ Հայաստանում չեն պահում այդ հովանոցները։ Փոքրիկ քյարթու է ապրում նրանց մեջ։ Փոքրիկ շատ մեծ քյարթ է։ Բայց չեմ ասում, ասենք լավա դա ձերքերը չբդրեց սեղթը, ասենք մագալ զոնցիկ պես։ Չէ, կամ տեսնում ես անձրևանոցը, բայց աղջիկն է պահում։ Տղայի հետ քայլում ես, զույգով գնում են, բայց աղջիկն է պահում։ Տենց էլ է, նո։ Չի լինում։ Բայց ինչ քյարթու ենք։ Շարունակելով թեման, հիմա խոսենք շոու բիզնեսից։ Forbes-ը հրապարակել է աստղային ամենակմահաճ պահանջները։ Beyoncé-ն իր յուրաքանչյուր համերգի համար պահանջում է 600 ֆունտ ստերլինգ արժողությամբ ձողիկներ ըմպելու համար, ինչպես նաև ձեռագործ սառցեգնդեր, որոնք կփոխարինեն եւ կօգնեն այդ կոկորդը փափկացնելու համար, Սերգեյ ջան։ Տեսնես դու ինչ ես պահանջում, Սերգեյ, հա։ Ես Վարդու ջան, եթե դեմ չեմ կարող ասեմ, բայց կա ինչ-որ պահանջներ, որ կապայման։ Ռիհաննան պահանջում է, որպեսզի իր դիմահարդարման սենյակում լինեն մոմեր, ծաղիկներ եւ 6 մետր երկարությամբ սպիտակ բազմոց։ Ուտելիս որպես նախուտեստ նրան պետք է մատուցեն 13000 կալորիականությամբ կիսաֆաբրիկատներ։ Կիսաֆաբրիկատը ո՞նց է ուտում։
Չգիտեմ, Սերգեյ, դա պատրաստում են ուտում։ Իսկ Mariah Carey-ին պահանջում է կրիստալ շամպայն ըմպելիքի համար, ըմպելիք եւ ճկվող ձողիկներ 8 մարդու համար, թեյի սպասք, օթորակիչ, շներ եւ կատուներ։ Շներ եւ կատուներ։ Տեսնես ինչ համերգից առաջ շներ եւ կատուներ։ Չգիտեմ, շատ հետաքրքիր էր մարդիկ, քանի գնում գժվում են, այդ նորմալ մարդը դաշ չեկա։ Իսկ Մադոննային անհրաժեշտ է 200 հոգու համար նստելու տեղ, այդ թվում 30 թիկնապանների եւ յոգայի հրահանգչի համար, ծաղիկներով զարդարված դիմահարդարման սենյակ եւ նրան պետք է 20 միջազգային հեռախոսագիծ։ 20 միջազգային հեռախոսազգիծ։ Այդ մարդը պատրաստում է երկի թե սկզբից։ Բայց ակիր բան, հիմա վաղուց արդեն հեռախոսներ կան, Viber կա, բան կա, ինքը շատ պայթած է, շատ հին տեղ, երևի քարտով է զանգում, եկեք որ զանգում պին կոդն է հավաքում, բան, զանգում ախիլա մի հատ միացրու, էլի բան, համար ասում է, կոդը հիշում ես երկրի, բան, ընդ Տիլիֆանիսկա է նստած է որ ստեկել են։ Իսկ քո սիրելի Ջենիֆեր Լոպեսը խնդրում է մասնավոր ինքնաթիռ հյուրանոցային համարներ, բեռնակիրներ եւ ոճաբանների համար, ինչպես նաեւ պարտադիր սպիտակ գույնի սննդամթերք։ Ուտե, մերրեմ Ջենիֆեր Լոպեսի Լոպեսներին ես շատ եմ սիրում յան, շատ։ Սերգեյ Ջեյմս Բրաունը միշտ պահանջում էր իր դիմահարդարման սրահ ուղեկցել 21-ամյա երկու աղջիկներ, քո նման եւ երկու վարձահարդարիչ։ Երկու աղջիկներ։ 21 Ես ասում ես նման 21 տարեկան աղջիկ։ Չէ, քեզ նման նախընտրում էր երկու աղջիկ 21 տարեկան։ Երկու աղջիկ 20։ Ես 3 հատ եմ նախընտրում, Վարդուհի ջան։ Սերգեյ ջան, արի ընդմիջվենք գովազդով, քանի դու 3-ից հետո 4-ին չես անցել։ Ինչ ես անում այդ 3 աղջիկներին, համերգից առաջ։ Բարև ձեզ աշխարհի ամենալավագույն հեռուստադիտող։ Եվ ողջունում ենք բոլորին, ովքեր հենց նոր միացավ մեզ, շարունակում ենք մեր ողջունում եթերը։ ենք նաև նրանց, ովքեր զահլաչունի միանգամից փոխվել է ուրիշ ալի կամ արդեն վաղուց տնից դուրս է եկել։ Կամ է շտապում է զանգահարի, որպեսզի մեկնաբանություն առաջարկում ենք ընդհանրապես։ Կուզեք, չէ, Աստված ձեզ հետ այո։ Սերգեյ ջան, շարունակենք թեման եւ ասեմ, որ բրիտանական աշխարհահռչակ Rolling Stones ռոք խմբի մենակատար Միք Ջագերը չի բացառում, որ Միացյալ Նահանգներում ընթացող համերգային շրջագայությունից հետո նա կարող է դերասանական կարիերա սկսել։ Ինչպես ասում են, բոլոր պարերը parեց, մնաց բեն սարի սմբուլը։ Հիմա արդեն որոշել է դերասանությամբ զբաղվել, իսկ ինչու ոչ։ Մարդը արդեն երևի մի 40 տարի է երգում է եւ ասպարեզում է Rolling Stones այն խմբերից է, որ վաղուց իր հասակի խմբերը բոլորը ծրվել են, կեսը մեռել են, կեսը իսկ նրանք ոչ միայն պահպանում են մնացել են, այլ նաև այսօր ռոք աշխարհում բավականին առաջատարն են։ Անմահ կոշերները Սերգեյ ջան, նրանք կան, եղել են եւ մնալու են։ Իսկ քեզ մոտ կարող է հակառակը լինի, որ դերասանությունից անցես երգելու։ Հեչ մտքովդ չի անցել, մի օր երգես։ Ես երգեմ, Վարդուհի ջան, ինչ եմ արել ես քեզ։ Ես շատ եմ սիրում, հարգում եմ իմ հեռուստադիտողին եւ հանդիսատեսին։ Չեմ ուզում, ասենք, դեպի վատ պահեր Իսկ ագրարների հարցակումից խուսափում ես։ Այո։ Իսկ մենք չենք խուսափում Արմեն Եսայանցից։ Մենք այս Արմեն Եսայանցին միշտ էլ մեծ հաճույքով սպասում ենք, որը կցալուցի մեզ թե ինչ երգ է այսօր լինելու։ Մելոդիկայի ջմեր եթերում Elton John-ն է, Սերգեյ։ Այդ հեչ Elton John։ Բարի առավոտ, հույսով լի եւ հավատով դեպի պայծառ ապագա նայող սիրելի հեռուստադիտողներ։ Տարբեր հավատալիքներ կան, տարբեր կրոններ, սակայն փաստ է, որ շատերի հիմքում սերն է եւ սիրո գաղափարը։ Այսօրվա երգը հենց այդ գաղափարի մասին է։ Elton John-ը իր Believe երգը ձայնագրել է 1994 թվականին։ Դա նրա առաջին սինգլն էր Made in England ալբոմից եւ լույս է տեսել 1995 թվականին։ Այն առաջին տեղը գրավեց Կանադայում, ԱՄՆ-ում Adult Contemporary Chart-ի շրջանակներում, իսկ Billboard Hot 100-ում այն հասավ 13-րդ հորիզոնականին։ Երգը լավագույն տասնյակի հիթ էր գրեթե բոլոր եվրոպական երկրներում։ Այն հայտնի է նաև իր յուրահատուկ սյուրռեալիստական տեսահոլովակով, որի ռեժիսորն է Մարկուս Նիսպելը։ Հոլովակում Elton John-ը ճամփորդում է հսկա օդապարիկով Լոնդոնի եւ Նյու Յորքի երկնքում։ Ստեղծագործությունը նաև երգչի կենթանի համերգների անբաժանելի մասն է կազմում։ Երգը, ինչպես արդեն նշեցի, սիրո եւ հավատքի մասին է։ Believe, այսինքն հավատք։ I believe in love, ես հավատում եմ սիրուն։ Դա այն ամենն է, ինչ մենք ունենք։ Սերը չունի սահմաններ, ոչինչ չարժե։ Պատերազմները փող են ստեղծում, եկեղեցիները, բռնակալները, թերթերն ու քաղաքականությունը, ամեն ինչ կվերանա, վաղ թե ուշ, սակայն սերը երբեք։ Ես հավատում եմ սիրուն։ Առանց սիրո ես չէի հավատա այն ամենին, ինչ ապրում եւ շնչում է։ Առանց սիրո ես չէի հավատա քեզ, չէի հավատա ինքս ինձ։ Սա է երգի իմաստը։ Մի խոսքով հետևեք Elton John-ի պատգամին, սիրեք եւ իհարկե լսեք լավ երաժշտություն։
Կարծում եմ տեսահոլովակը բոլորից շատ դուր եկավ, շատ Հիանալի հետարքիր լուծում էր, դու բացի երկից երկը պարզը որ Էլթոն Ջոնը Գիտես ինչ է դուր գալի, որ փիլիսոփայություն կա, խորիմաստ ինչ-որ բաներ կան, որ տեսահոլովակից նայելուց ինչ-որ բաներ ես քաղում։ Այո, Վարդանի միշտ զգացել եմ, որ փիլիսոփայություն է շատ սիրում։ Հա, Սերգեյ ջան։ Դե ինչևէ անցնենք առաջ, Սերգեյ, վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ աշխարհի 16-ից բարձր կանայք 90%-ը երազում է ավելի գեղեցկանալ։ Գեղեցկանալու մասին, այո։ Ես կարծում եմ Վարդան ջան, դու այդ մոլուցկով չես տարածում։ Էլուլ ավելի գեղեցկանալ։ Այ Սերգեյ, շնորհակալ։ Գեղեցկության հետևից ընկած կանայք կիրառում են տարբեր միջոցներ, որոնց թվում նաև ոչ անվտանգներին։ Օրինակ, նրանք հայ աղջիկները միշտ որոշում են քթները, այսպես ասած, վիրահատել։ Չես հասկանում ինչու։ Ես հասկանում եմ, երբ որ ասենք քիթը ջարդված եմ կամ ասենք ֆրունզիկ մկրտչյանի քիթն է, այդ ժամանակ լավ կներեմ մի քիչ փոքրացնենք, բայց ինձ թվում է կանանց 90% ով որ դիմում է այդ վիրահատությանը, կորսում է իր դեմքը եւ պատկերացնում եք հայի մեծ սիրուն աչքեր արտահայտիչ դիմագծեր եւ պուջուտի ասած մի հատ քիթ։ Չէ, Սերգեյ, համաձայն չեմ քեզ հետ, որովհետեւ վերջի 2 տարվա ընթացքում տես ինչքան են գեղեցկացել մեր աղջիկները շնորհիվ վիրահատությունների, ինչի՞ չէ։ Ես չի ասի, որ դա շնորհիվ վիրահատությունների է, դա շնորհիվ տարբեր ուրիշ բաների, բայց ես չեմ սիրում վիրահատված քթեր, վերջ, էլ չեմ խոսում։ Լավ, էլ չենք խոսում, անցնենք առաջ Սերգեյ ջան, այսօր խոսելու ենք ստվերաներկի մասին, թարթիչների մասին, որոնք գեղեցկացնում են։ Բժշկական ոլորտի փորձագետները նախազգուշացնում են, որ սոսինձը, որը կիրառվում է թարթիչների աճեցման համար, կարող է ինֆեկցիաներ առաջացնել։ Բացի այդ, էլի չեմ հասկանում մեր հայ աղջիկներին, սիրելի աղջիկները, ձեր աչքերը շատ մեծ են։ Աշխարհում շատ քիչ ազգ կա, ով ունի այդքան մեծ արտահայտիչ աչքեր, երբ որ դուք թարթիչներ եք դնում, դառնում եք sense մեծ աչքերի եւ արտահայտիչ հայացքի մասին երազում են կանանց մեծ մասը։ Հաճախ նրանք պատրաստ են հսկայական գումարներ ծախսել պլաստիկ վիրաբույժների մոտ այցելելուն պես, ովքեր օգնում են ցանկալի արդյունք հասնելու համար, Սերգեյ ջան, բայց նենց հայացքով ես նայում։ Նայում եմ, ասի ես տեսնում եմ, թե ինչ հաճիկով ես դու կարդում այդ բանը, մեծ փողեր են ծախսում բանը, յանի ինչների վրա եք ուրախանում, հա։ Սերգեյ, մենք ունենք Սևաներկի մասին տեսանյութ, առաջարկում եմ դիտել, քանի դու ավելորդ բաներ չենք ասել։ Դիտեք Սևաներկի մասին, ամբողջ օրը մտածում են, թե ոնց ավելի գեղեցիկ լինեն։ Բայց դուք եք սիրում։ Մենք տեսել ենք սիրում։ Առանց Սևաներկի։ Մոտավորապես 1 դար առաջ Նյու Յորքցի երիտասարդ քիմիկոս Թոմաս Ուիլյամսը նկատեց, ինչպես է իր քույր Մեյբելը թարթիչներին վազելին քսում, որ գայթակղի իր սիրած տղային։ Քիմիկոսը ցանկանալով օգնել քրոջը սկսեց փորձարկումներ անել։ Վազելինը ածուխի հետ խառնեց եւ ստեղծեց աշխարհում առաջինը համարվող սևաներկը։ Կարճ ժամանակ անց Մեյբելն ամուսնացավ այն երիտասարդի հետ, ով նախկինում անտարբեր էր իր նկատմամբ, իսկ եղբայրը հիմնադրեց աշխարհահռչակ Մեյբելին կոսմետիկայի ընկերությունը։ Այսօր արդեն գրեթե յուրաքանչյուր կին իր կոսմետիկայի տուկում ունի մեկից ավելի սևաներկ, երկարեցնող, ծավալ հաղորդող, գունավոր։ Սևաներկի ընտրության հարցում կարևորը ճիշտ կողմնորոշվելն է որակի հարցում։ Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել դրա պահպանման ժամկետին։ Եթե դուք գնում եք սևաներկ եւ նրա մեջ առկա են լինում ինչ-որ գնդիկներ, ինչ-որ քսելուց է, թարթիչները իրար միանում, դա խոսում է սևաներկի անորակ լինելու մասին կամ ժամկետնանց լինելու մասին։ Բացելուց հետո սևաներկը պետք է պահել 6 ամիս։ Պետք չէ պարծենալ այն հանգամանքով, որ տարիներ շարունակ կարող եք սևաներկն օգտագործել մեջը ասենք ջուր, օծանելիք կամ սպիրտ լցնելով։ Դա կարող է վնասել ոչ միայն թարթիչները, այլև ձեր տեսողությունը։ Ծավալ տալու իրենց կոտրելու փոխարեն շատ թույլ շաքարաջրով քսում եք թարթիչներին եւ մի քանի րոպե այսենց թարթիչները պահում եք։ Դրանից հետո արդեն կարող եք սևաներկերի օգտագործումը սկսել։ Ինչպես ճիշտ քսել սևաներկը։ Շատ կանայք օգտագործում են թարթիչները կոտրող մկրատաձև սարքը։ Լայնորեն շրջանառվում է այն կարծիքը, որ դրանք վնասում են թարթիչները։ Իրականում պետք է իմանալ այդ գործիքը կիրառելու ճիշտ տարբերակը։ Գործիքը պետք է լինի չվնասված, մաքուր, ծռմռված չլինի, որպեսզի չվնասի թարթիչը։ Գործիքը օգտագործելուց առաջ անպայման պետք է տաքացնել, կամ տաք ջրի մեջ դնել, կամ ֆենով տաքացնել, որպեսզի էֆեկտը ավելի ակնառու լինի։ Գործիքը դնում ենք թարթիչի արմատին 10-15 վայրկյան սեղմելուց հետո նոր բարձրացնում ենք վերև, սեղմում ենք մեջտեղի հատվածը թարթիչների։ 15 վայրկյան հետո սեղմում ենք եզրը, նորից 10-15 վայրկյան, դրանից հետո ստանում ենք այս գանգրացված էֆեկտը։
Զգուշավորությամբ պետք է օգտագործել ջրակայուն սևաներկերը։ Օգտագործեք դրանք այն ժամանակ, երբ վստահ չեք, որ կարող եք ուժեղ ձևանալ։ Ներսի հատվածը թարթիչների պետք է դեպի քիթը գնա, վերևի հատվածը բարձրանա, իսկ եզրի հատվածը պետք է դեպի ունքը գնա, որպեսզի ստանաս հովարաձև տեսք։ Ամենաճիշտ քսելու ձևը դա է։ Ներքևի թարթիչները պետք է քսել, եթե դա տարիքային դիմահարդարում չէ։ Եթե տարիքային դիմահարդարում է, ցածի թարթիչները չեն քսում, որովհետև իջեցման տեսք է տալի եւ աչքը կախվում է։ Աշխարհահռչակ մոդել Թվիգին ասում էր, իդեալական կնոջ մարմնի ամենահաստ մասը պետք է լինեն թարթիչները, այնպես որ կնոջը իդեալական դարձնելու առաքելության զգալի մասը վստահված է հենց սևաներկին։ Տաթևախայան, Սեյրան Արզոյան, Առավոտը Շանթում։ Տեսնում եք, սիրելի տղամարդիկ, թե ինչ զողողությունների են գնում խեղճ կանայք, որպեսզի մեզ մի քիչ ավելի դուր գան։ Բայց շատ հաճախ կրոջը որ հարցնում ես, ասում ես, լավ է դու համար ես, ինքս ինձ համար եմ անում, ինքս ինձ համար, ես ուրիշի համար չեմ անում, իրականում այդպես է, հա։ Չէ, այդպես չի, անում եմ, որ կոմպլիմենտներ ստանամ, որովհետև ցանկացած կին, որ գեղեցկանում է եւ չի ստանում հաճախոսություն կոմպլիմենտ, կոտրվում է, դրա համար էլ հատուկ ինչ որ հետարքիր բան է, չէ, այդ ասենք կնոջը միշտ պետք է ասես, որ նա ինչ սիրուն է, ինչ բան է, միշտ ամեն վարքյան պետք է կոմպլիմենտ անի։ Եթե ասենք հանդիպեցիր, չէ, կնոջը, պետք է այսօր ժամը տեղ պետք է գնանք։ Եթե կինը եկավ ու առաջինը ասես, որ դες ինչ սիրուն շորեմակի, ուրեմն դու արդեն շանս չունես, վերջ։ Ինչի։ Դու պետք է առաջինը ասես։ Սերգեյ ջան, բայց ավելի լավ է ասես, որ հետո ամբողջ օր մի ամբողջ օր նա քեզ գովի։ Լավ բաներ խոսի։ Բան չեմ ասում, պետք է մի անգամից ասես։ Վայ վարտը, բայց դու ինչքան սիրուն ես։ Վայ, ինչ հասկացա, ուշացար Սերգեյ ջան, արդեն 20 րոպե մենք եթերում ենք։ Ուշացա, ես արդեն մի ժամ եթերում ենք, ամենասկզբից շատ սիրուն։ Եթե մի քիչ շուտ ասեիր, Սերգեյ ջան, ես քեզ կգովեի եւ այլևս չէի Ֆանավիկ ես։ Այլ ես ընթացքում եք կկավեմ Վարդժան, ոչինչ չեք ասեմ, որ դու աշխարհի ամենագեղեցիկ հաղորդավարուհին ես։ Մենք արի գովազդի ընթացքում parzենք, մենք գեղեցիկ ենք, հաճելի ենք, թե չէ, իսկ հերոսատիտողը թողի կարճատև գովազդ, որից հետո գովազդի ընթացքում տեսեք ինչ ենք անելու, ոչ մի բան չենք անելու։ Ոչ չենք անելու։ Բայց չեմ անելու, ասո գեղեցիկ։ Բա, տեսնում եք ինչեր է կատարվում։ Սերգեյ ջան, ուզում եմ այժմ ներկայացնեմ մեր հյուրին, ով ժողովրդական երգիչ նախագծի մասնակիցն էր եւ նա նորություն ունի, նա պատահական չէ որ մեզ, այո, պրեմիերա այսօր սպասվում է եւ այսպես մեր հյուրն է։ Դուք ես համոզված եմ դուք եք սպասում որ պետք է տեսնեք։ Բոլորիս կողմից շատ սիրված Մասի Սունանյանն է մեր հյուրը։ Բարի առավոտ Մասի։ Պարոն Մասի Սունանյան։ Տեսալովակ եք արել, հա։ Դե այդպես որոշեցինք երկար մտածելուց հետո։ Նախագծից հետո անցավ մի քանի ամիս ես որոշեցի տեսահոլովակ նկարել։ Ինչ նորությունով ես եկել տեսահոլովակում ասելիքդ ո՞րն էր։ Նախ ողջունում եմ ձեզ, շատ հաճելի մթնոլորտ է։ Տղա ջան, քեզ ինչ հարցեցին, դու ինչ ես ասում։ Չէ, ես պիտի ասեմ անպայման։ Okay, լավ։ Շատ հաճելի մթնոլորտ է։ Անցած ուղուց էլ շատ լավ հուշեր արթնացնում է։ Իսկ տեսահոլովակից, քանի որ նախագծին մասնակցելու ընթացքում այս երգը, չգիտես ինչու, շատ սիրվեց ժողովրդի կողմից, անսպասելիով է։ Այ ինչպես զգացիր, որ հենց այդ երգը շատ սիրվեց։ Երբ նախագծի ընթացքում, երբ փողոց էի դուրս գալիս, նախագծի ընթացքում փողոց դուրս գալիս, չէին ասում, սա այնտեղեն է, սա ասում են, որ ծովես երգն է երգում։ Վայ, ծովես, Մասի ջան։ Դրանից հետո արդեն նախագծով, որ Արամ Խաչատրյան համերգասրահում ունեցանք համերգ, ծափերը հանդիսատեսի չէր կտրվում ու այդտեղից համոզվեցինք, որ պետք է նկարահանվի տեսահոլովակ այս երգի հիման վրա, այո։ Ինչի համար ես շնորհակալ եմ երգի հեղինակին, Աշուղ Ալմաստին, իսկ մտահաղացումը վերհիշենք նաև, որ ես Ջավախքից եմ, Ջավախքում, չգիտես ինչու, աղջիկ փախցնելու ադատը այնտեղ շատ ակտիվ է։ Մինչև հիմա։ Մինչև հիմա շատ ակտիվ է։ Ես հասկանում եմ դա ինչի համար անում, ծախս են ուզում պրծնել մարդիկ ընդհանուր։ Բայց որ փախցնում են ոչ հարսանիք։ Չէ, այնտեղ անում են հարսանիք։ Փախցնում են հարսանիք։ Այնտեղ համ փախցնում են, որ փախցնում են ավելի շուտ են անում, ավելի շուտ են փախցնում։ Բայց ասա որ այդ փախցնելու ընթացքում բոլորը մասնակցում, բոլորը գիտեն, որ այսօր փախցնելու են այդ աղջիկները, այդ աղջիկները գիտեն։ Ոնց է, ասենք պայմանավորում են իրար։ Տարբերակները շատ են, բայց այս տեսահոլովակի մեջ չենք վերցրել ժամանակակից աղջիկ փախցնելու ձևը Ջավախքում։
Վերցրել ենք առաջներում, թե ինչպես են փախցրել աղջիկ ջավախում։ Վարդուհի ջան, դուք ուզել եք քեզ փախցնել սպիտակ 24-ով։ Չէ, Սերգեյ ջան, ես ոչ թիվն եմ փախցնել։ Ինչու՞ չէ։ Ես պատկասում եմ Վարդուհուն ոնց կարելի էր փախցնել։ Նինայոր են գնել, չէ։ Սպարտիվկա հագած, այն իսկ ղեկին էլ ֆայտոնով։ Ավելի չէ, ֆայտոնը սպիտակ 24-ով աղջիկը, ղեկին էլ մորթի ակաշած։ Այդպես բաներ մոդա չեն, Սերգեյ ջան։ Վերադարձի տվյալ դարաշրջան, Սերգեյ ջան, անդրադառնալով մեր հյուրին, հա։ Առաջներում ջավախքում աղջիկ փախցրել են թոնրատներից։ Երբ թոնրատանը նրանք լավաշ էին թխում, եթե նա թոնրատան աղջիկ չի, տուն տանելու բան չի։ Երևի դա է եղել։ Եթե թոնրատունը չի աշխատում, ուրեմն աղջիկ տուն չի։ Տուն տանելու բան չի։ Եվ այդ ամենը վերցնելով, մեր ջավախյան այդ ավանդույթը վերցնելով, մեր ժամանակակիցի հետ փորձել ենք ձուլել։ Հետարքիրա ինչ է ստացվում։ Գիտեք, ինձ արդեն հետարքրեց։ Իրականում ինչ մեղքս թաքցնեմ երիտասարդ, երբ որ նոր եկակ, բացարձակ չէր հետարքրում, ասենք ինչ եք նկարել, ինչի մասին խոսենք, Վարդուն հաբզեցի ասեսո, որ բայց հիմա իսկապես ասենք հետարքի, եթե աղջիկ փախցնելու մասին միքսելով հինը եւ նորը ինչ տեսալով ակե դες մոտ ստացվել։ Մեծ հաճույքով կդիտենք եւ կվերադառնանք էլի քլնգելու։ Սովես կոցովի կապույտ ալիքին մատա համ կույրը արնեմ յալիս նրա չելի մատա համ կույրը արնեմ յալիս նրա չելի մատա Սարի ծաղիկ եմ ուզում ճամփիս շարակ եմ ուզում Սարվորի աղջիկ լսիր քո համբույրն եմ ես ուզում Սարվորի աղջիկ լսիր քո համբույրն եմ ես ուզում Սովես կոցովի կապույտ ալիքին մատա համբույրը արնեմ յալիս նրա չելի մատա համբույրը արնեմ յալիս նրա չելի մատա Սերս երկս կեզ գուտամ, գերվասիր ու տինքնակամ, սև գերունքերիտ մատաղ, գերվասիր ու տինքնակամ, սև գերունքերիտ մատաղ Սովես կոցովի, կապույտ ալիքին մատաղ, համբույրը արնեմ յալիս նրա չելի մատաղ, համբույրը արնեմ յալիս նրա չելի մատաղ ապրեմ յարիս կանչերով, ալմաստիկով արցխաղով, յարիս աչերին մատաղ, ալմաստիկով արցխաղով, յարիս աչերին մատաղ Սովես կոցովի, կապույտ ալիքին մատաղ, համբույրը արնեմ յարիս նրա աչերին մատաղ, համբույրը արնեմ յարիս նրա աչերին մատաղ Սովես կոցովի համբույրը արնեմ յալիս համբույրը արնեմ յալիս Սովես կոցովի կապույտ ալիքին մատաղ համբույրը արնեմ յալիս նրա չելի մատաղ համբույրը արնեմ յալիս նրա չելի մատաղ
Կովկասի գերուհին ժամանակակից տարբերակով։ Իմ դուրս եկա որ ոչ պապին փախտեց այդ աղջիկան։ Իսկ ինձ հետաքրքիր այդ պիստոլետ ինչ գործ ուներ։ Այ սակայն ասենք այդ ինչ պետք է գլխից խփեին աղջիկը պիստոլետով ինչ են։ Երևի աղջիկը հարազատներից պաշտպանվելու համար։ Պաշտպանվելու համար երևի, այո։ Այդ աղջիկը չեմ բացել։ Լավ, իսկ դու երբես աղջիկ փախցնելու ես արդյոք գո պապերի նման թե ոչ։ Թե համոզելու ես։ Համոզելով լինի, հե, ասա, չէ։ Հիմա համոզեմ, պապուս ասեմ, հա։ Հա, եթե չհամոզես, ողջունում եմ պապիկից։ Մենք էլ ենք ողջունում քո հարազատներին եւ պապիկի մանավանդ, իսկ հետաքրքիր պապիկը տատիկին փախցրել է ժամանակին։ Ոնց ամեն օր փախցնում է։ Երևի տատիկս է փախցրել։ Այդ ավանդույթն էլ կան։ Իդեպ տեսալովակում վերջում ոնց հասկացա պապիկը փախցրեց վերջ այդ հարցին։ Հա, դե պապիկն է։ Պապիկի հետ միասին Դե պապիկն է շատ ուզում, նեղվում էր էլի պապիկը, որ շատ եմ մտածում այդ մասին։ Այո, որ թորը ամբողջ օր ասենց առանց կնիկ, առանց բան, վերջը որոշել է։ Լսի, իսկ մի հատ հարց տամ, իսկ դու ունես ինչ-որ մեկին, որ ուզում ես փախցնես, թե չէ։ Չեմ բացահայտի։ Չեմ բացահայտի եթերով այդ ամենը։ Լավ, Մասի ջան, հետաքրքիր է, քո տարիքի տղաները այլ ոճի երաժշտություն են նախընտրում։ Դու աշուղական ես սիրում, թե քանի որ սիրել են այս երգը դրա համար այս տվյալ տեսալովական դրե։ Գուցե սա PR-ի տարբերակ է։ Ոչ, աշուղական ասվածը եղել է փոքրուց ի վեր, 5 տարեկանից ի վեր, որ ես երգել եմ, մասնակցել եմ տարբեր նախագծերի, իսկ որ արդեն հիմքը դրվեց, արդեն լրիվ թեքումը եղավ դեպի ժողովրդականը, դա արդեն շանթերոստանգերությունն էր, ինչի համար ես շատ շնորհակալ եմ։ Ինձ թվում է այդ ամենից է բացահայտվել այս ամենը։ Մասիս նախագծից հետո ստացար հրավեր հարսանիքներին երգելու։ Մերժեցիր թե բայց մերժեցի։ Ինչու՞։ Մերժեցի։ Էլի բեմա ինչ տարբերություն։ Բեմա չէ։ Ես որ կան անելիքներ մինչ այդ։ Հա, մինչև էլ անելիք։ Բայց իրենց ես մի բան եմ հասկացել, որ ակնհայտ է, որ բոլոր այն երգիչները, ովքեր որ անպայման չի ասենք ժողովրդական կամ որևէ երգիչ, որոնք որ երգում են ռեստորաններում, որոնք որ երգում են բարերում, այդ ակումբներում, բան եւ այլն, 1000 անգամ ավելի մաքուր են երգում, ավելի լավ են երգում մինուսով, քան թե դրանք, ովքեր որ տարը նստած են, հետո հոպ որոշում են գնալ, ասենք որևէ համերգի, հա։ Եվ զգում ես, որ ասենք նրանց երգածը մի բան չի։ Ամեն օր երգելը շատ կարևոր բան է։ Ճիշտ է, դա ինձ թվում է երգչի դարբնոցն է։ Դրա համար, որ ասում եմ, ուրեմն մեծեին լսի, եթե հրավիրում են, ոչինչ, գնա մի քիչ ձեն բշակի, մի քիչ ավելի շատ երգի, հետո ասենք ինչու ոչ։ Իսկ հետո բեմ չի ուզենա գնա հարսանեկից հետո, տենց էլ կմնա։ Հետո մնա, եթե մարդը պիտի անի ինչ որ ուզում այ քեզ բան։ Այ մարդ ջավախից կարգին տղա ինչ հարսանեկ, թող բեմում երգի։ Դե հա ես չեմ ասում, որ անպայման պիտի հարսանեկին երգես։ Համենայն դեպս հրաժարվելուց մի չմտածի էլի։ Երևի խոսքը մեր փողի մասին չի։ Գումարի հետ է պայմանավորվածություն։ Մասից կարող է այլ ոճի երգեր երգես։ Օրինակ երբևէ ռեփ կկարդար։ Երևի որ մարդ գնում է շոր առնելու։ Ո՞ղին մնա թեսակաս, հա։ Որ գնում է շոր առնելու, անպայման պետք է իր հակով շորը վերցնի։ Եթե այդ շորը իմ հակով չի, ես ոնց հակնեմ։ Հա, ուրեմն։ Տեսար Վարդոյի, ինչ։ Նորամուծությունների չես դիմում, այսինքն։ Ոչ, դա ժողովրդականից որ ռեփ, դա Վարդոյ ջան, եթե ժողովրդականից ռեփ են երգում, դա չի նշանակում դա նորամուծություն է։ Մարդը ասում է իմ հակով չի այդ բայց կարող է փորձի շատ լավ ստացվի, ինչ գիտի։ Դե հիմա եթե ամեն ինչ փորձես, որ տնած ինչա լավ ստացում, դա էլ մի բան չի։ Մարդը փորձի ինչ որ ուզում է փորձել, չէ։ Լրիվ քո հետ համաձայն։ Երևի փորձեմ, համոզեցիք Վարդոյ ջան։ Շատ շուտ ես համոզում, Վարդոյն օծի լեզու ունի, գիտես։ Իսկ մի հարց տամ, իսկ այդ գումարները ինչպես եք հայթայթել տեսահոլովակը նկարող, ագնի մարդը նկարող։ Այսինքն գումարների համար կուզենամ շնորհակալություն հայտնել նաև մարդկանց, ովքեր ինձ աջակցեցին այդ ամենի համար։ Շնորհակալ եմ իմ հայրենակիցներից, առանց այդ մարդկանց երևի դժվար կլիներ տեսահոլովակը իրականացնել։ Մի սարսափելի բան ասեմ։ Թեզ բրծա։ Վայ, ինձ թվում է լուրջ կարգին բան։ Լուրջ ո՞նց թեզ բրծա, մա ո՞նց է եթերը շարունակել։ Ես ինչ բանա մինչև գովադ ինչքան եմ մնացել։ Միլիոնակամ ասեմ, եթե տանտե թե դրեք էլի։ 4 րոպե 4 րոպե դիմանամ հասկանում եք։ Ձեր երուսատող դերեցեք, որ այս ցաղային այս մեր ընտանեկան վեճերին ձեզ մասնակից դարձեք։ Դու հեչ տեղ տանելու բան չես, այն չարներ երեխեք են էլ, որ մարդ չուզում տեղ տանել։ Այդ ջայրամ տանեք, այ քեզ բան։ Թե եղած ինչ է։ Մասի ջան, ինչպես ես տեսնում քո վաղվա օրը, վաղվա քայլերդ ինչ արներ, տեսահոլովակներ նկարեցիր, եկնե երգեցիր, հետո։ Վաղվա օրս լինելու են ես ինձանից գոհ կլինեմ այն ժամանակ, երբ մեր նոր սերունդը, ես կրկին անգամ ասել եմ այս ամենը, որ ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ մեր նոր սերունդին շատ դժվար է համոզել ու նրանց ներկայացնել մեր
մեր հայկականով ասել, որ սա է ավելի լավը, որ մենք պետք է ոնց որ նայ նոր խոսեցի նոր սերնդի մասին, ոնց որ պապիկս լինես, ասենք ինչ ասել եմ մեր նոր սերունդը նախ դու ինչի պիտի խոսես մեր նոր սերունդի մա դու հենց նոր սերունդն ես մեկ երկրորդը երգում եմ ժողովրդական երկի քեզ ով է խանգարում պատկերից բոլորը ժողովրդական երգ են չէ երևի նկատի ունեն իր հասակակիցներին իր հասակիցներից ինչքան որ մարդը երգում է ժողովրդական մեր ժամանակ այդքան մարդ չէր երգում ժողովրդական իսկ ինչի՞ չէր սերունդի մասին է խոսքը իմ սերնդակիցները որ շատ առաջներում չի եղել որ շատ հայազգը լսի ավելի շատ դու ինչ գիտես առաջներում ինչ ա եղել է առաջներում ապրել ես որ գիտես դե մարդու ուսումնասիրել է ես այնտեղ ապրել եմ գիտեմ որ առաջներում ավելի վատ էր քան հիմա առաջներում չկար այսքան պրոյեկտ չկար այդքան հնարավորություն երգել առաջներում եթե գտներ որևէ ազգագրական երգ պետք է շատ երկար ման գար ասենք ես անգամ գիտեմ ասենք քանի ազգագրագետ ունենք երկու հոգի մեկը Հայրիկ Մուրադյանն էր մանգալուց գտնում էիք ավելի որակով է չէ իսկ հիմա ամեն չէ դու հաստատ տատիկս է ինքը Մասիս հետաքրքիր է այն նախագծից հաստատ պապիկից դմար եք խոսում Մասի ջան հետաքրքիր է նախագծից ինչ տարար որ դա քեզ օգնեց հետագա աշխատանքներում այ ինչ ապրեցիր այդ մի քանի ամիսների շրջանում ինչ սովորեցիր նախագծի այն որ ինչ ձև կարելի է պահել եթերներով նախագծից այն որ ինչ ձև կարելի է շարժվել եթերում որ ժողովուրդը քեզ սիրի կամ տեսախցիկը քեզ սիրի որ այդ ոնց որ դասերի նման անցնում էին քան որ փուլեր էին անցնում որ շատ հաճելի էր ու ճիշտ է շատ բարդ էր բայց ամեն դեպքում ես շատ գոհ եմ ու շատ ուրախ եմ որ եղել եմ այդ նախագծում ես նաև քեզ մաղթում եմ վերջում որ ոչ միայն տեսախցիկները քեզ սիրեն այլ նաև աղջիկները որովհետև ասենք քո տարիքում ավելի շատ պետք է հետաքրված լիներ այդ բաներով քան թե ոչ թե որ մեր ազգը մեր հապագա սերունդը մտածի եւ այդ դրանով հետաքրված արի դրամազել խոսա դա ավելի օրգանական եւ ավելի ճիշտ կստացվի Սերգեյ ջան մասը դրա կարիքը չունի ես կարծում եմ նա այնպեսի հմայք ու շփիտ ունի որ արի մաղթենք նրան հետագա հաջողություններ համերգներ Մասի ջան շնորհակալություն քեզ հյուրընկալվելու համար քեզ մաղթում եմ շատ տեսահոլովակներ եւ կայուն ապագայով շարժվես նենց ինչպես դու ես մաղթում ապրես Մասի ջան քեզ շատ շնորհակալություն որ եկար իսկ մեզ մոտ կարճատև գովազդային դադար է Շարունակում ենք մեր եթերը եւ մեր հյուրերը արդեն տաղավարում են թե ով է լինելու Վարդուին կասի Սիրով ներկայացնում մեր հյուրերին են Պարահանդես, ուզում եմ ասել, բարի թե կարող ես։ Պարահանդես նախագծի այն մասնակիցները, ովքեր այս շաբաթ դուրս են մնացել նախագծից, սակայն նրանք միշտ մեր սիրված սպասված հյուրերն են լինելու։ Այո, երբ որ դուրս մնացին, Վարդուն ասաց, հա, Վարդուի բերելու ես եթեր, ասում հա դա երեխեք է, բերեմ ասում սև սրտի մխիթարակ անենք։ Սերգեյ ջան, մեր հյուրերն են Կարո Հովհաննիսյանը եւ Սաթենիկ Խաչատրյանը։ Բարի առավոտ։ Բարի լավ եք զգում որ դուրս եք մնացել, հա։ Շատ լավ, շատ լավ։ Կարո ինչպես ստացվեց որ մասնակցեցիր այս նախագծին։ Այս նախագծում հրավեր ստացա Պարահանդես նախագծից։ Տնեցիք ասեցին գնա պար էլի ջայնա։ Չէ, տնեցիք չիմացան։ Չէ, չեմ ասել տնեցիքին։ Չիմացան է։ Չէ, վերջել չեն իմացել տնեցիք։ Դուք ստաներուցածից չունեք։ Հաճույքով էր մասնակցում, կար այդ պարքարը, որ ուզում էր լինել առաջատար։ Իհարկե, իհարկե։ Առաջատար, տենց որ ասեմ, ֆիքսված էր տենց առաջատար լինելու համար, չէ, բայց իմ տեսակով այո, իհարկե։ Հա։ Շատ լավ, բայց դժվար է, չէ, չպարող տղային պարել, այն էլ պրոֆեսիոնալների կողքին եւ Իհարկե շատ դժվար է, ասեմ, որ ես չպարող եմ, չեմ պարել 29-30 տարի ու Դու բա խանգարում ես պարում ես։ Միանգամից։ Շատ դժվար է։ Քո նպատակը իրականացավ, չէ, երազում էր տանգո եւ պասադոբլ պարել։ Այո, այո, շատ։ Ինչ է տարկին է, երբեք չէի տեսել մարդ, որը երազում է տանգո եւ պասադոբլ պարի եւ հետո վերջապես կատարվում է այդ երազանքը։ Բայց դուք ինձ ասացիք, որ դուք էլ եք երազում պասադոբլ տանգո պարել, չէ՞։ Ասել եք դա։ Մանկուց երազել է պասադոբլագետ դառնալ։ Հիմա եմ ես։ Լավ։ Յոլա գնում, ասենք համ տարիքային տարբերություն կա, համ վերջապես փոքր աղջնակ, որ քեզ դրեսիրովկա էր անում, այսպես փետը ձեռին եւ պարասնում էր քեզ եւ բավականին լավ էր պարասնում։ Կոնֆլիկտը չէր եղել։ Եղել է, ինչի՞ չէ։ Աշխատանքային առումով բնականաբար եղել են կոնֆլիկտներ, բայց հարթվել են, հա։ Հարթվել են, ով էր զանգակ, ով էր բամբակը։ Ես մի քիչ զանգակ էի, մի քիչ բամբակ էի։
Երկուսն էլ տենց, Հա։ Սա թնիկ քո գործը երևի ավելի բարդ էր, չէ, որովհետև ամեն շաբաթ նոր բար բեմադրել, նորովի սովորեցնել եւ ոչ ստանալ, եւ անդադ փոփոխվել։ Այ ինչպես էր քեզ հաջողվում։ Արդյոք Կարոն լավ աշակերտ էր։ Կարո հետ աշխատելը շատ հեշտ էր եւ դժվար էր այն առումով, որովհետեւ զուգընկերը տղան պետք է տանի բարը, այդ առումով էր դժվար։ Պահումների առումով մի քիչ հուսալի չէ, բայց տակից դուրս էի գալիս։ Ես չեմ պարապել։ Չես պարապել։ Պահումները որ արել 20 կիլոանոց աղջիկա չէր կամ 20 կիլո չի, 49 կիլո է։ Ինչ Դե լավ էլ ծանր ոսկորը։ Այդ դու բանակում ծառայող տղա ես ոնց կարելի է բողոք 49 կիլոից։ 42 42, հա։ Կարից հետաքրքիր եղել դու Էլի վատա, էլի լավ չի, էլի։ բեմադրություններում դու հաճախ մարմնավորում էիր կանացի կերպարներ կամ ավելի սենց բաներ, էլի, չգիտեմ, ինչքանով էր դա արդարացված։ Դե ասեցելի համ զանգակեմ, համ բամբակ, վերանը բացելու էր, բայց չասեցի։ Ասա Սերգեյ ջան։ Միակ մարդը, որ այստեղ Կարող է դա հասկանում է, Սերգեյն է Դանիելյան։ Կարից կարող է դա պատճառ դարձա, որ դուրս մնացիք։ Չէ, չեմ կարծում, չէ, ինչի։ Ես ախր կյանքում էլ ջղայնան, չէ, կերպար է, որը որ գալիս է, որը որ սարքում ենք, ստեղծում ենք, պարը դրվում է, պարից հետո մտածում ես, թե չլինի Կարոն, հա, չլինի ավելի հետաքրքիր լինի։ Ես կարծում եմ, այտենց ավելի հետաքրքիր է, այտենց հանդիսատեսին ավելի է դուր գալիս, այտենց հանդիսատեսը ավելի է սիրում։ Դու խոսեցիր, որովհետև ասենք քո դեպքում եւ յուրաքանչյուր չպարողի դեպքում դա իրադարձություն է ու կարեւոր չէ, մինչեւ վերջ հասար, չհասար, parեցիր բան բրզա, բայց պրոֆեսիոնալի համար ով որ ասենք եթե մի քիչ ավելի լավ պարող ունենայի քո կողքին միգուցե էլի առաջ գնայր բան չէ ասենք քեզ ված չես զգում որ ասենք Կարոյի պատճառով դուս մնացիր ասենք թե Կարոյի պատճառով չէ դուս ամենևին ված չեմ զգում քանի որ սա մեր մրցույթը չի սա նրանց մրցույթն է մենք ուղղակի օգնում ենք նրանց ավելի շատ նախագծում չես քեզ մի քիչ ված չես զգում ված գալ երևի այն առումով որ պակասել է մեր զբաղվածությունը հա առօրյան ավելի հանգիստ է դարձել դա մի քանի ամիս շարունակ ես անընդհատ առավոտից երեկո փորձեր էի լինում եւ այժմ միայն դասեր եւ ազատ գրաֆիկ է արդեն բայց ինչեւ նախագծից դուրս դուք նաեւ մասնակցում եք X Factor նախագծի համերգներին հենց որ անընդհատ նախագծերում զբաղվածություն ունեք Ահա, բնականաբար կա։ Ասում են գիտեք ինչ, դուք մեկ թակուն հանդգում եք, էլի պարում եք իրար, հետո մեկ դեմ։ Տենց բան։ Գիշերը։ Հա, գիշերը։ Պայմանավորվում եք։ Մի հատարի պատես պարենք, էլի։ Տամ պարում եք օրի գնում եք տուն, հա, չէ, լավ է, չէ։ Կարո հետաքրքիր է, հաճախ դերասանները մտավախություն ունեն, որ սիրված կերպար ես, քեզ սիրում են որպես այդպեսին կերտած կերպար այդ հաջողվածը եւ գուցե պարես եւ կորցնես այդ սիրված լինելու հանգամանքը։ Կար այդպիսի մտավախություն քեզ մոտ։ Չէ, ինձ թվում է ավելի սիրեց հանդիսատեսը ինձ, որովհետև ես չֆիքսվեցի հենց մենակ ես իմ կերպարով չեկա, ես որպես Կարո եկա այս նախագիծ եւ կերտեցի մի շարք կերպարներ, որը որ կարծում եմ ստացվեց, որը որ հանդիսատեսը սիրեց, չգիտես ինչի դուրս մնացի։ Որը դուրս ընկածի մեկն է։ Քանի չենք խոսացել դուրս մնալու։ Իսկ հիմա նայենք վերջի, այսպես ասած, Կարոյից վերջի պարը, հա, ուտեսնենք թե նախագծում վերջի պարը։ Նախագծում վերջի պարը, այո, փիլիսոփայորեն նկատեց Վարդուրից, մենք հիմա կդիտենք վերադառնալ։ Ինչի դուրս մնաց։
ժյուրի, ասում եմ, այ քեզ բան, բատես բան կանեն, հենց երեխին տվեց պոլով։ Կար հետաքրքիր նախագծից հետո կշարունակես սպարելը կամ ինչ տվեց այս սպարային մի քանի շաբաթները քեզ։ Պարային մի քանի շաբաթները ինձ տվեց ուժ, ինձ տվեց ֆիզիկական ուժ, եւ իսկապես ասենք լցվում ես, չէ՞։ 42 կիլո արդեն կարողանում եմ բարձրացնել։ Զավարական բարձրացնել։ Միշերը զարգում, ասում եմ տարի բարձրացնեմ նոր քնեմ։ Արի ներկայ բարձրացնել։ Բայց դու փաստորեն դուս բնացիկ SMS-ների շնորհիվ ինչպես ես կարծում հերոսատիտողը լավ էլի SMS-ից հնարավոր բան չի։ Բա ինչի հնարավոր։ Բա ինչի շնորհիվ։ Նախորդ բարը 4 չի կարելի էլի։ Շուրից դուրս մնա։ Հա մենք ենք ժուրի։ Տեսնես ովքերն է ժուրի անդամները։ Կոմասին չի խոսքը Սերգեյ ջան։ Կոմասին չի։ Ես գիտեմ դու վերջում 10 դրեցի։ Ամենաբարձր գնահատականը դուք եք ստացել, չէ՞ որ դուրս մնացիք Սերգեյ 10։ Բայց երազում ենք 10, բոլորը մասին մենք 10 բայց ոչինչ ստացանք։ Ուշ լինի նույն։ Դուրգողություններ ունեք այ ժուրի անդամներից։ Այս պահն է որ կարակ ամեն ինչ ասեք հենց մեր։ Շատ խիստ եք։ Շատ, հա, շատ խիստ։ Օրինակ ես որ չպարող եմ ու մի շաբաթում պարում եմ պար։ Բայց խստությունն է որակ բերում։ Չէ, հենց դա ինձ գցեց որակից։ Ասա։ Մի շաբաթում չպարող մարդը, ես չգիտեմ, մի քիչ շատ ավելի թեթև, ավելի, այո, իհարկե։ Հիմա դու, մի րոպե։ Չէ, պաշտպանվեք, հետո ես կասեմ։ Ես չեմ պաշտպանում, չեմ պաշտպանում։ Մենք կարիք չունենք պաշտպանվել, որովհետև երկու մասին։ Ժյուրի մասին կասեմ, որ քանի որ SMS եւ ժյուրի գնահատականները այդպես են հանում մասնակիցներին, ինձ թվում է ժյուրին մի քիչ սուբյեկտիվ կարծիք է առաջատանում։ Չէ, իրականում բոլորն է մի շաբաթվա ընթացքում են պատրաստվում եւ եթե կա լավ կատարում, ուրեմն այդ ժամանակահատվածը, այսինքն պատահական չէ որ նախագծում մի շաբաթ է տրվում ժամանակը, ապացուցված է որ մի շաբաթվա ընթացքում կարող է լավ պատահի երևի։ Amma ժյուրին սուբյեկտիվ կարծիք ունի, ժյուրին սուբյեկտ է, չի կարող օբյեկտիվ կարծիք ունենալ։ Պարզ է ինչ-որ մեկին ավելի շատ է սիրում, ինչ-մեկին։ Բայց քույրստեփն է լավ բարեցինք, էլի մի տեսակ sense շատ էր էլի այդ նագրուսկեն, այդքան չի կարելի էլի։ Նեղվում ես, գնում ես, մտածում ես ինչն է սխալ արել, այս հա թաթը չգիտեմ։ Մի բան կա որ հասկացանք ձեռներս չի աշխատում։ Միշտ չի որ այս աղջկան ես եմ տանում, չէ։ Իհարկե։ Դա արդեն գովելի է։ Մի բուրախ չկա, ինչ մի դժվար է տանում։ Գովելի է եւ ստանում եք գնահատական։ Օրինակ ասում են ինչի, ասեցիք շատ լավ բարեցիք 5, բայց 5-ի լավ բարեցիք, 5-ն էլ լավ գնահատական չէ, դրա համար։ Մենք որ դպրոցում 5 ենք ստանում, տաշում եք դա մի շաբաթ։ 5-ից ավել մարոժնի են առնում։ Բայց 5-ից ավել գնահատական չկար ձեր ժամանակում դպրոցում։ Հա, դպրոցում 10-ի վրա են ուրախանում։ Չէ, ամեն ինչը կատակ է, բոլորից շնորհակալ եմ, բոլորից գոհ եմ, բոլորն գնահատել են շատ։ Այդ սաբոնը դիրվար ասենք առաջ։ Ուրեմն այ, մի հատ էլ հարց կա, ասենք, որ ասենք միշտ ասենք հետաքրքիր է։ Իրականում իսկապես, հետո ինչ եք անելու, լավ։ Հիմա ասենք մենք արդեն սիրվել եք որպես զույգ, որպես ասենք, ես էլ մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ հրավեր ունենք, չեմ բարի։ Հրավեր ունենք, մոռացա ասեմ։ Այո, Եվրոպա պիտի գնանք։ Մրցումների եք պատրաստ։ Մրցումների չէ, ուղղակի հրավիրել են երեկոյա լինելու, հենց այդ երեկոյի ընթացքում կորպորատիվ իհարկե, այո։ Անգլիական թակուին է, Չէ, անգլիական թակուին չէ, ուղղակի առանձին հետո կասեմ։ Կարելի է կրկին հարսանիքներ հրավիրեն, որպեսզի պարես կպարես, կաշխատես այդպես գումար վաստակել։ Փորձ է մի անգամ, բայց չգիտեմ, բայց հետո ինչ կստացվի, դա ասենք մեծ հարց է։ Իսկ պատկերացնում ես միայն հարսի հետ։ Բար հարսի հետ։ Ուրիշի հարսի։ Հա բային։ Թե իր Ես ինչ գործ ունեմ ուրիշի հարսի հետ, չէ։ Ես ասում եմ ուրիշի հարսը լավ է։ Ես ուրիշի հարսը ավելի լավ է, քան թե կոնն։ Իմ հարսին թողած ուրիշի հետ ու կպարեք։ Դե ճիշտ է, դերկուսով կպարեք, շատ լավ։ Կարոջան հնարավոր է որ սերիալում առաջարկեն պարային կատարում եւ դու պարես ու հասկանաս որ դու տենց ավելի շատ ես սիրում։ Իհարկե եղել է։ Կոմպլեքսներ չունես։ Չէ, ընդհանրապես չունեմ։ Ընդհանրապես չի կարող մարդ չունենա կոմպլեքս։ Մարդը կենթանուց տաբերով է դառնում, որ ունի ինչ-որ կոմպլեքսներ։ Դե ասում եմ, միջև ոչ թող խոսա։ Միջավայրից է կախված այդ կոմպլեքսը։ Կոմպլեքսը գալիս է դիմացի մարդու տված այդ շփումից, որը խոսքերով նեղվում եմ, շրջապում այստեղ չեմ նեղվում, սովորական։ Այո, իհարկե։ Դուք հոգեբան եք։ Ես չգիտեմ։ Մրցակցություն կար մասնակիցների մեջ։ Չէ, ես չեմ։ Կար որ այդ ուզում էր այդ զույգը դուրս գար նոր դուրս գար։ Դե հա, սուրբի խորքում կլինի, ինչի՞ չէ, տոնը քնելուց գիշերը մտածում ես։ Դա ընտանիքում ոնց են վերաբերվում որ պարում էր։
Ինչ լավ չես պարում, մտնում էի տան։ Դա ասում եմ, դու պարում եմ։ Քուրիկս, մեծ քուրիկս նեղվեց, որ դուրս եկա նախագծից։ Քուրիկս կարա ժուրի լիներ։ Ինքն հասկացավ այդքան լավ ջիր պարում։ Դες ինչ որ ասեմ, նեղվեցին դե ես։ Իսկ ինչպես էին նայում այդ բարձրակրունդ կոշիկներին եւ այդ պարայի։ Առաջի անգամ որ ստացա բարձրակրունդ կոշիկները, եկա տուն, պայուսակից մեջ ցանեցի, ասեցի, սպասում եմ հակնամ տնեցիք թղթեն արար։ Հակասում ծուրմուն քայլերը։ Ու այդ տղա գնալի։ Իսկ ձեր ընտանիքում ինչ խոսվեց, որ ասել դուս մնացիք արդեն, ասենք, տենց պրոյեկտից բան։ Թե առանձնապես չեն էլ նայում։ Չէ, նայում էին բնականաբար, բայց Գիշերը զանգեց 12-ին, ասաց պապան տուն չի թողում, ի՞նչ։ Պապան տուն։ Դե չի թողում արի մեր տուն։ Պապան ուրախացել է, ճիշտ ասած ասեմ։ Հա, որ չեք մասնակցել։ Կարող եք երազած պար, որ ուզում էիր բարեի նոր դուրս գար։ Պարեցի դուրս։ Պասադոբլն ու տանգն է, всё, մենք մեր հետարքի պապա ունենք, որ ասենք անհաջողության համար ուրախանում է, ասենք պատկերացրեք, հա, շատ լավ եք ստացել, շատ լավ, տղա ջան, ապրես, Շնորհակալություն ենք հայտնում ձեզ սիրուն կալվելու համար, հետաքրքիր ում համար եք քվեարկում եւ ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր դեռ մնացել են նախագծում։ Աշխատանք, ուժ, եռանդ, ցանկություն, բարեք։ Ում համար եք քվեարկում։ Պետրոսի։ Պետրոսի, իսկ դու Սաթեն։ Ես ոչ մեկի։ Ոչ մեկի։ Ոայ, Սաթենիկ ջան, ինչ լավ է դուրս մնացի։ Չէ, բոլորն էլ իմ ընկերներն են բնականաբար, բայց Դու քանի հեռախոս ունեք, սա ամեն մեկ մի հատ SMS ուղարկի։ Քեզ ինչ է պետք հաղթելու համար։ Ամենա ինքնավստահություն մի քիչ շատ, բայց որ գոռազամատության չհասնի։ Հետո վստահություն ասեցի։ Աշխատանք, աշխատասիրություն եւ ցանկություն ամենակարևորը։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Հերոսադիտող, որ ձեզանից էլ է շատ բան կախված։ Ճիշտ է, ժյուրին կաշխատի գտնվել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, չգիտեմ, գնահատականները կդրվի, բայց այս հերջ երեխեքը դուք մնացին ձեր պատճառով։ Բայ մի չեք բանանում, ափսոսում։ Դե վերջացնու, լավ, լինենք աշխատասեր, հաճախ քվեարկենք, որպեսզի լավագույն պարողները մնան նախագծում։ Ձեզ շնորհակալություն, մեզ մոտ կարճատև Գովազդային դադարը։ Շնորհակալություն։ Կրկին բարի լույս, եղանակային փոփոխությունների հետ մեկտեղ առաջ են գալիս ալերգիաները, Սերգեյ։ Այս բան առաջարկում եմ խոսենք ալերգոլոգի հետ, Սերգեյ ջան։ Խոսենք ալերգոլոգի։ Խոսենք, մեր զրուցակիցն է բժիշկ ալերգոլոգ Մանուշակ Ասրյանը։ Բարի առավոտ։ Բարի ձեզ։ Ես այն կարծիքին եմ, որ ալերգիաները եւ ալերգիաները ամենալավից չեն բուժվում։ Նա կարելի է մի քիչ կասեցնել, մի քիչ փոխել բնույթը, թեթևացնել եւ այլն։ Նախ սկսենք մի քիչ խորքից, որտեղից է հիվանդությունի հայտեկի, առաջ եղել է թե ոչ, թե նոր ենք բացահայտե, եղելա չենք իմացե, մի քիչ դրանց խոսեք։ Ասեմ, որ ալերգիաները շատ վաղուց են հայտնի, սիմպտոմները ավելի շուտ, նշանները շատ վաղուց են հայտնի, բայց ավելի վաղ հետո ավելի բժիշկները հասկացան եւ անուն դրեցին ալերգիա հասկացողությունը։ Դա հիմնականում լինում է իսկական ալերգիա եւ կեղծ ալերգիա։ Մենք այ խոսում ենք բուժվում են թե չեն բուժվում ալերգիաները, ես փորձեմ հստակեցնել։ Ուրեմն իսկական ալերգիան հիմնականում ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է եւ եթե գենետիկան ծանրաբեռնված է, երեխաները անպայման կունենան ալերգիկ հիվանդությունները։ Իսկական ալերգիայի ժամանակ հիմնականում սիմպտոմների այդ են գալիս վաղ մանկական հասակից։ Եթե սննդային ալերգիա է, վերցնենք օրինակ սննդային ալերգիան, ծնողները նկատում են, որ քիչ քանակի նույնիսկ սննդամթերք ընդունեց, օրինակ շոկոլադ, ելակ ընդունելուց, երեխայի մոտ զարգանում է ալերգիկ ռեակցիաներ։ Հետո կարող են գումարվել արդեն քթային շնչառության դժվարությունները, այ գրիպանման երևույթները, դա մի քիչ ավելի մեծ տարիքում։ Իսկ կեղծ ալերգիաների ժամանակ սա հիմնականում ժառանգաբար չի փոխանցվում։ Դա որն է կեղծը։ Կեղծ ալերգիան, երբ որ իր հիմքում չունի իմուն համակարգի հիվանդություն։ Կեղծ ալերգիան առաջանում է, երբ որ մարդը օրինակ 1 կիլոգրամ ելակ է ուտում, չափից մեծ քանակությամբ նույն սննդամթերքը օգտագործելուց հետո։ Այսինքն իմունային համակարգի հետ կապ ունի ալերգիան։ Իսկական ալերգիան ունի իմունային համակարգի հետ կապ, իսկ կեղծ ալերգիան կապ ունի քանակի, ընդունման քանակի հետ, որովհետև ելակը մեծ քանակությամբ ընդունելուց արտազատում է գիստամինը,
օրգանիզմում հատուկ նյութ կա, որը հենց առաջացնում է ալերգիկ երևույթները, առաջացնում է արյան մեջ հիստամինի քանակի շատացում, առանց իմուն համակարգի խանգարման Ես լսել եմ այդ հիստամինի մասին, դա է ինչ նյութ է, որը օրգանիզմում շատանում է, այսինքն դա միայն հենց այդ նյութն է ալերգիա բերում։ Ալերգիա առաջացնում է տարբեր մեխանիզմներ, բայց հիմնական պատճառը հիստամինն է։ Մեր օրգանիզմում կան հատուկ միներալ է, չէ, հիմա ասեմ, մեր օրգանիզմում կան փոքրիկ պարկեր, որոնք իրենց մեջ պարունակում են հիստամին։ Ուրեմն, երբ որ տեղի ունենում ալերգենի անցում օրգանիզմ, առաջանում է հակամարմին։ Սկզբից օրգանիզմը փորձում է պայքարել այդ ալերգենի հանդեպ։ Հակամարմին է ստեղծում։ Երկրորդ անգամ, երբ որ ալերգենը մտնում է, օրգանիզմը արդեն ճանաչում է, որ դա իրենը չի եւ ուզում է դուրս հանել օրգանիզմից։ Բայց չափից մեծ դուրս ալերգենի քանակի դեպքում հակամարմնի հետ կապվում է ալերգենը, նստում է այդ պարկերի վրա։ Տեղի ունեն պարկի թաղանթի վնասում եւ նրա մեջից դուրս են գալիս հիստամինը եւ այլ կենսաբանական ակտիվ նյութեր են համարվում դրանք։ Հիստամինը առաջացնում է անատար անոթների լայնացում, առաջացնում է այտուց, ներվային վերջույթների գրգռում։ Դրանով պայմանավորված վերցնենք ռինիտի օրինակով, հիվանդի մոտ առաջանում է փռշտոց, առաջանում է քթից արտադրություն, ընդ որում ջրային բնույթի արտադրություն եւ այտուցվածություն, որը բերում է դժվարաշնչության առաջացմանը։ Այդ հիստամինը ապահովում է այդ բոլոր նշանների առաջացմանը։ Կեղծ ալերգիայի ժամանակ նորից է հիստամին արտադրում, բայց արդեն առանց իմուն համակարգի մասնակցությամբ մարդը չափից դուրս շատ է ընդունում, չափից դուրս հիստամին է արտազատվում, ոչ թե թաղանթի վնասման, այլ օրգանիզմը էլի ունի պահած հիստամիններ, ես փորձում եմ մի քիչ պարզ տեսում բացատրեմ։ Դրա համար հիստամինի քանակը բարձրանում է եւ մարդու մոտ ալերգիկ ցան կարող է։ Ես հիշում եմ ինչպես ինձ մոտ սկսվեց վաղ տարիքում, մոտ մի 3 տարեկան է երևի, մամայիս համար ծաղիկներ էի քաղել եւ հետո շատ ուժեղ ռեակցիա սկսվեց, ինձ տարան հիվանդանոց եւ այնտեղ ասացի, որ դա դարի հիվանդություն է, դա ալերգիա է եւ այլն, եւ հիշում եմ, որ մինչեւ ուշ դա միշտ այսպես մինչեւ 35 տարեկան երևի թե միշտ ունեցել եմ ալերգիա գարնանը, հա, երբ որ ծաղկում էր ամեն ինչ։ Գարնանը ծաղկման շրջանում կոչվում է խոտատենդ։ Հետո այո, խոտատենդ եմ ունեցել, հետո տարբեր տեսակի բուժումներ եմ ստացել, ոչինչ եւ երբեք չէր օգնում։ Միայն հոմեոպաթիայի շնորհիվ կարողացա մի քիչ այսպես քչացնել նրա, ասենք, ունեմ գրաֆիկ, հա, ասենք նա սկսվում է օգոստոսին 15-ի կոմերը մինչև սեպտեմբերի 15, այսինքն արդեն դարել է։ Ասեմ ինչի ձեզ մոտ անցավ, այստեղ մենք չենք կարող ասել հոմեոպաթիկ բուժումը օգնեց, թե տարիքի հետ կան անձիկ, որոնց մոտ ալերգիան հետ է գնում։ Բայց լինում են դեպքեր, երբ որ բարդանում են ավելի վերենացում բրոնխիալ ասթմայի հիվանդությանը։ Ամեն դեպքում, եթե կա ալերգիկ որևէ նշան, պետք է դիմել բժշկի, նախ պարզել իսկական ալերգիա է կեղծ ալերգիա եւ դա ստացած լինի կեղծ ալերգիա, որտեղ միակ բուժվողը կեղծ ալերգիան է, իսկ իսկականի դեպքում պետք է պարզապես կանխարգելել բարդությունները։ Իսկ կեղծ ալերգիաների պարբերականությունը կարա բերի իսկական ալերգիային։ Հետաքրքիր հարց տվեցիք, եթե ամեն օր ուտես, կլինի էլի։ Բայց ինձ թվում է մարդ մի անգամ որ եղնջացան ունեն, դրանց հետո չի ուզեն տեսնել այդ ելակն էլ այդ։ Իսկ սեզոնային ինչ ալերգիաներ կան հիմա, կարծում եմ այդ ծառերի։ Օրինակ վարդույն ալերգիա ունի իմ հանդեպ, ես։ Հա, սերգեյից ալերգիա ունեմ, ինչպես կարող եմ բուժվել կամ։ Չէ, ալերգիաների բուժման ամենահիմնական միջոցը չշփվելը ալերգենի հետ։ Դա է, բայց մեր կյանքում դա հնարավոր չէ, որտեղ մենք չենք կարող ծառին ասենք մի ծաղկի, խոտին ասենք մի աճի, չէ՞։ Սերգեյին ասենք գործի մի։ Գործի մի գնա, բայց այդպիսի մի բան կա։ Երևանում տնկած են ծառներ, որոնք որ ասենք հենց բարդիները, որոնք որ ունենում են այդ ծաղկման այդ շրջանում, ասենք եթե ծառերը ժամանակին հետվեին, չգիտեմ, կամ միգուցե ուրիշ ծառ տնկերից։ Ես մի հետաքրքիր բան ասեմ, բարդիները ամենաքիչն են առաջացնում ալերգիկ ռեակցիա։ Բարդիների հետ մեկտեղ, ինչ են մարդիկ ասում բարդինից, որովհետև իրանք տեսանելի մենակ դա են տեսնում, այդ փոշին են տեսնում։ Բայց բարդիների ծաղկման հետ մեկտեղ աճում են շատ ուրիշ խոտեր, շատ ուրիշ ծառեր, որոնք արտադրում են շատ մեծ քանակի ծաղկափոշիներ, եւ հատուկ ալերգիկ պրոբաներ, երբ որ դրվում են, հատկապես Հայաստանում, նկատվում է, որ
արդիները ամենակիչն են ռեակցիա տալիս։ Ես լսել եմ իրականում իսկապես Վարդունն եք հետաքրքրի, որ մարդը մարդուցել ունի, այսինքն մարդու մաշկի հոտից կամ տղամարդը կնոջից։ Կա չբերության մի տեսակ, իմունոլոգիական անհամատեղելիություն է կոչվում, երբ անհամատեղելի է նման զույգերը եւ հղիություն չի առաջանում։ Այսինքն իսկ դա անբուժելի է։ Բուժելի է, պետք է բաժանվել եւ գտնել համապատասխան զույգ։ Մալադեց Սերգեյ։ Մի կարգին բար չի կարող ասել։ Դե կարգին բառը ո՞ր է դա։ Իրոք ճիշտ ասում։ Միակ բուժումը դա է։ Միակ բուժումը, իսկ որ ասացի կինը տղամարդու, իսկ տղամարդը կնոջից չի ունենում։ Ինչ տարբերություն։ Ես չէ, դուք ուրեմն նշեցի կինը տղամարդու, դրա համար ես մտածեցի։ Լավ, խոսենք արևային ալերգիաներից, հա, հիմա արդեն ամառ է, արևը շատ է լինում, ինչպես խուսափել ալերգիաներից։ Այն մարդկանց, ասեմ, ժողովրդի մեջ տարածված է արևային ալերգիան, բայց իրոք կա արևային ալերգիա հասկացողությունը, բայց այն ինչ որ ժողովուրդը ասում է արևային ալերգիա, դա ծաղկափոշիներից ալերգիան է։ Համընկնում է պրոստը արևի հետ։ Օրինակ այս անձրևային եղանակին ալերգիկները իրենց շատ լավ են զգում, որովհետև ծաղկափոշին նստում է գետնին եւ շնչուղիներ կամ տեսողական օրգաններ չի անցնում։ Հիմնականում ասեցի, որ պատճառը ծաղկափոշիներն են։ Կանխարգելել շատ դժվար է։ Հիմնականում ծաղկափոշիների կոնցենտրացիան օդում շատանում է առավոտյան ժամերին։ Այդ ժամերին պետք է պատոհանները փակ լինեն, հիմնականում պետք է հիվանդը անընդհատ քթի խոռոչը լվանա, աչքերը մի փոքր դժվար է, բայց եթե ռինիտի երևույթներ են, հիմնական ծովի աղաջրով հատուկ լուծույթներ կամ սովորական աղաջուր թույլ լուծույթով լվանալ քթի խոռոչը, որպեսզի մեխանիկորեն հեռացվի այդ ծաղկափոշիները։ Իսկ հաճախ հեղուկ օգտագործելը կարող է նպաստել։ Չէ, չեմ կարծում, որովհետև այդտեղ գնում է հաճախ հեղուկ օգտագործելը եղնջացանի ժամանակ է կիրառում, երբ որ մաքրում ենք ընդհանուր եւ ներերակային ներարկումների ձևով։ Իսկ գրինտի ժամանակ Իսկ եկեք խոսենք մի փոքր, ահա, ասա։ Ես ուզում եմ հաստատ։ Իսկ գիտես եթե կինը ու տղամարդ ասենք անհամատեղել ալերգիա ունեն, ինչ անել որ խուսափել դրանից։ Ինչ մտքովդ անցավ մի հետաքրքիր բան էսա կասի։ Չէ, ասենք ոնց անել որպեսզի դա խուսափել։ Դա իմունոլոգիական շեղում է, խուսափել այդ դեպքում դա արդեն անհնար է իմունոլոգիապես։ Հնար է։ Պետք է իրար հետ ապրել գոնեմ 2 ամիս, դες ալերգիա ունես այդ մարդուց հետ, թե չէ։ Հետո նոր ամուսնանալ։ Դա եկեք խոսենք նյարդային ալերգիաներից, հաճախ երբ անհանգիստ ես քնում առավոտյան ձեռքերիդ վրա ինչ որ բրտիկներ են առաջանում եւ արհեստական դեղերով փորձում ես ճնշել, այո։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ունեն նյարդային ալերգիա։ Ես ձեզ ասեմ, նյարդային ալերգիա դիագնոզը դրվում է այն դեպքերում, երբ որ պատճառը չենք գտնում ալերգիաների։ Ամեն ինչ ներվերից է։ Հա, ամեն ինչ ներվերից է, որովհետև այդ միակ բանն է, որ չենք կարող ապացուցել։ Ասում առաջ քսել լիրբ է, հիմա քսել ներվային է։ Հասկանում, մարդու դաստիարակությունից էլ է, ասեք, եթե ամեն ինչից դատես ներվայնա նման բան, մի քիչ ուրիշ տեղ փնտրեն հիվանդության։ Շատ դեպքերում ալերգիկ ռեակցիաներ կարող են լինել ուրիշ հիվանդությունների նշաններից մեկ, օրինակ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման ժամանակ, որի դեպքում որոշ դեպքերում նաև հիվանդները ներվային վիճակում են լինում, դա ոչ թե ներվային համակարգ, այլ հենց վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման ֆոնի վրա առաջացած ալերգիա է։ Եվ այդ դեպքերում պետք է փորձել գտնել պատճառը։ Ամեն դեպքում, եթե ցանկանում եք բուժվել կամ գոնե իմանաք, որ հետո չշփվեք ալերգիան հետ, պետք է փորձել գտնել պատճառը։ Փորձի հետս մի շփվի, տեսածեք լավ կլինի կամ դու Ոնց անեմ, առավոտը ծիրիկուն իրար հետ մի հատ պարահանդես անհնար է։ Ես գիտեք ինչ էի փորձում, էլի իմ սեփական փորձից ասեմ, բացի այդ որ աղի լուծույթով լվանալ բան դա շատ օգնում է իրականում, նաև սնունդը պետք է կարգավորվի, որովհետև ալերգիայի հետ մեկտեղ, չգիտեմ, որն է առաջինը, որն է առաջինը, որն է վերջինը, միշտ ստամոքսի խանգարումներ լինում են, աղիների գործելու եւ այլն, դիետաները ասենք շատ լավ օգնում են եւ զարմանալի է կարող եւ չընդունեք, դա մոտ մի 50 գրամ թթիօղին է, ասենք մի անգամի շնչառությունից բացվում է, չգիտեմ։ Թթիօղին չեմ կարող ասել, բայց դիետան պետք է պահել, որովհետև այմ նշած կեղծ ալերգիան կան հատուկ սնունդներ, որոնք հիստամինի քանակն են պարզապես բարձրացնում։ Դա ուրեմն մրգերից, գիտեք, նարինջը, ելակը, մորին, սնունդներից խեցգետինը, ձկնեղենը, երշիկեղենը։ Ես ուտելուց չունեմ, չէ։ Իսկ ալկոհոլը։
Հետաքրքիր, ալկոհոլից լինում է իհարկե։ Ալկոհոլից լինում է, հատկապես կարմիր գինիից է շատ։ Եվ ինչքան հին է խմիչքը, այնքան ավելի շատ է։ Գունավոր խմիչներից դիտող անցեք մաքուր տան քաշած օղուն։ Ասենք ավելի սպիտակ գինու։ Անմեղ է։ Թթի օղին ես գիտեմ, որ օգնում է ստամոքսի խոցի ժամանակ, հնարավոր է պատճառը ստամոքս աղիքային հիվանդություն կա, երբ որ հիվանդություն բուժում ես, բնականաբար նաև ալերգիկ երևույթները կապը փորձեցի գտնեմ այդպես, էլի։ Պլացեբո էֆեկտ է մոտ, ինձ թվում է թե լավ է ու վերջ։ Չէ, դա էլ շատ մեծ նշանակություն ունի, պլացեբո էֆեկտ հասկացողությունը բժշկության մեջ ներշնչանքը, այսպես ասեմ։ Իսկ հղի կանանց ինչ խորհուրդ կտաք։ Այ հղիները ամենադժվար կոնտինգենտն են, այսպես ասեմ, որովհետև Սկզբից պետք է մտածեին, ինչ կարող է։ Չէ, կա հենց ալերգիա, որ առաջանում է հենց հղիության շրջանում, այնուհետև ծննդաբերությունից հետո ալերգիան անցնում է, դա հորմոնալ տեղաշարժերի հետևանքով է առաջանում։ Ամեն դեպքում այստեղ պետք է արդեն բժիշկը պետք է հսկի, գինեկոլոգն ու ալերգոլոգը, որպեսզի չվնասեն երեխային։ Եվ սնունդը կարգավորի, որտեղ հղիների մոտ դիետան շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան օրինակ պալինոզով տառապող մյուս հիվանդների։ Այո, որտեղ հղիները ասենք նրանք ուտում են այն ինչ որ հղիությունից առաջ չեն սիրել ուտել, բայց ասենք հղիության պերիոդում սկսում են սիրել հենց դա ուտել եւ այլն, սա փոխվում է մարդու մոտ 1000 Իսկ հետաքրքիր է, որքանով են անվտանգ մաքրող միջոցները։ Մենք հաճախ հեղուկների հետ ենք շփվում եւ դրանք էլ ալերգիա են առաջացնում։ Կրկին ինչպես խուսափել ալերգիան։ Ասեմ ամեն ինչը մեզ ինչի են ալերգիաները շատացել, որովհետև մեզ շրջապատում է քիմիան, ամեն տեղ, կենցաղում, աշխատանքի վայրում, ամեն տեղ, կոսմետիկայում, դրա համար ալերգիաները շատացել են։ Եթե մարդ զգում է, որ ինքը ունի նման նյութից ալերգիա, պետք է չօգտագործի։ Իսկ կենցաղային պայմաններում կան հատուկ ձեռնոցներ, որը ներսից պատված է հատուկ շերտով, որպեսզի ալերգիաներ չառաջացնեն։ Եւ սրացման ժամանակ պետք է կանաչ գոտիներ օգտագործել մանկական, ասենք, մաքրող օճառներ, մանկական շամպու, նրանք ավելի քիչ են ալերգիա ստեղծում։ Դրանք ավելի անվտանգ են։ Հա, ավելի քիչ են, չեն ճիշտ է ավելի թանկ են, մեզ երկրում չգիտես թե ինչու ամեն ինչ որ մանուկների համար 10 անգամ ավելի թանկ է։ Չէ, ամեն տեղ էլ այդպես է։ Դա absurd է, էլի, ասենք, շամպունի ասենք 3000 դրամ բան, ասենք ինչ 4000, ասենք ինչի համար, էլի։ Լավ, ձեր խորհուրդը, ինչ խորհուրդ կտաք առհասարակ ինչպես խուսափել ալերգիայից կամ ինչպես շրջանցել ալերգիան։ Ինչ կախված է սեզոնային ալերգիաների հետ կապված, հիվանդները պետք է բուժումը սկսվեն սեզոնը սկսելուց, այլ Սերգեյն նշեց, որ ինքը հստակ գիտի, որ իրեն մոտ այս ամսից այս ամիսն է, բոլոր հիվանդներն էլ պատկերացրեք գիտեն։ Պետք է բուժումը սկսեն 2 շաբաթ առաջ եւ ընդունեն հատկապես վերջի սերունդի դեղորայքներից, որոնք չունեն այդ քնաբերազդեցությունները, ինչպես Սերգեյը նշեց։ Հիմա կան շատ դեղորայքներ, 3-րդ սերունդ կամ մետաբոլիտներ, շուկան պակաս չի զգում դեղորայքների, այսպես ասեմ, օրինակ ես վերջերս, չգիտեմ, իրավունք ունեմ ասելու, թե չէ, լևոցիցիլիզին, պոլեզին դեղորայքը, 3-րդ սերունդ, քիչ դոզայով, ավելի արագ էֆեկտ եւ օրը 1 անգամ։ Հիմնականում սեդատիվ էֆեկտ չի առաջացնում, որը հարմար է հատկապես ակտիվ կյանք վարող մարդկանց համար։ Եվ մեկ հարց եւ կներեք, խուսափեն կանաչ գոտիներ այցելելուց։ Այսինքն այդ հիվանդները կամ կանաչ գոտի գնալուց առաջ անպայման ընդունեն հակահիստամինային դեղորայքը։ Իսկ լսել եմ նաև, դու զգացել եմ նաև ինչու ոչ որ ծով գնալն է շատ, ասենք, փրկում, հա։ Գինիտների ժամանակ, չէ, շատ ճիշտ է։ Տեղը, ասենք, մարդիկ գնան ծով հանգստան, հիմա մանավանդ մատչելի է հերու չի, ասենք, նստում ես։ Չէ, իրոք մեկ աղաջուրը, այսինքն այն աղաջուրը, ինչ որ մենք խորհուրդ ենք տալի քթի խոռոչին, ինքը շատ լավ եւ մաշկային հիվանդությունների ժամանակ է էֆեկտիվ եւ որ այդ շրջակայքում բուսականությունը հատկապես պետք է այնպիսի տեղեր գնալ, որ բուսականությունը մի քիչ ավելի քիչ է։ Այսինքն եւ բացի դրանից ծովը գնալու ժամանակ տեղի ունեն արյունատար անոթների մարզում, այսպես ասեմ։ Արյունատար անոթները կծկվում են, լայնանում մարզանք, որը հետագայում նաև մյուս հիվանդություններին է կանխարգելում։ Շնորհակալություն ձեզ հյուրընկալվելու համար, լինենք առողջ եւ առանց ալերգիաների։ Աստված ձեզ փրկի ալերգիաներից, այո։ Մեզ մոտ կրկին կարճատև գովազդ է, մեկ այս ալերգիա ունեմ քեզանից։ Նա ինչ անեմ ունես, ինչ անեմ ասա։ Հուսով եմ բոլորը այսպես բարձր
տրամադրությամբ նայում եք մեր եթերը այնքան բարձ է, որ լեզուս էլ փաթնգավ, իսկ եթե ուզում եք էլ ավելի բարձր տրամադրություն ունենալ, ապա մայիսի 14-ին համեցեք Ստանիսլավսկու թատրոն, ժամը 7-ին կտեսնեք Ջինջան ներկայացումը, որտեղ խաղում է Գրիգոր Աղախանյանը, Լևոն Արությունյան, խաղում է նաև Իրան Դանիելյան, ինքս մի երկու անգամ տեսել եմ այդ ներկայացումը, շատ հետաքրքիր ներկայացում է։ Դե ինչ Սերգեյ, նաև ուզում եմ մի տեղեկություն էլ ասել եւ ավարտենք արդեն եթերը։ Ազգերը տարբեր են եւ հաճախ տարօրինակ են նաև ազգերի սովորությունները։ Իսպանիայի Լաս Նիևաս քաղաքում հեթանոսական ծեսերը դեռ տեղի մշակույթի մաս են կազմում։ Ամեն տարի մայիսի 29-ին Լաս Նիևասում նշում են մահամերձ զգացողությունների փառատոնը, որի շրջանակում այն մարդիկ, ում հաջողվել է տարվա ընթացքում խուսափել մահից, այսինքն տարվա ընթացքում մազապուրծ են եղել ինչ-որ բանից, հա, չեն մահացել։ Այդ օրը դնում են դագաղի մեջ եւ պտտում փողոցներով։ Դագաղի հետևից քայլում են հաջողակի հարազատները, փառատոնը սկսվում է առավոտյան ժամը 10-ից։ Հաջողակին, ով կարողացել է խաբել մահվան, դագաղով բերում են եկեղեցի, պատարագից հետո ամբողը հաջողակին տանում է, ուղեկցում է մի գեղեցիկ վայր, գերեզմանոց։ Ու հետո սաղ թաղում են։ Չէ, հետո գնում են Սանտա Մարտա Ռիբերտե արձանի մոտ, որը փառատոնի խորհրդանիշն է։ Եվ այստեղ բոլոր հաջողակներին սկսում են մարդկանց պատմել իրենց մահամերձի զգացողությունների այդ իրավիճակները, թե ոնց է եղել, այո, եւ յուրահատուկ ինքնատիպ մի սովորություն է։ Մեզ մոտ կան մի շարք հեթանոսական տոներ, ասենք Վարդավառից բռնած տրնդից վերջացած, բայց դե նման տոն չկա, ասենք լավ կլներ, չէ՞, բոլոր մեր ասես մահից պրծած մարդիկ։ Քեզ է չի եղել, չէ՞ որ մահից պրծնես։ Եղել է Վարդու ջան, ամեն օր ես ամեն եթերից հետո ես մահից եմ պրծնում, ասված այս անգամ էլ փրկեց։ Յուրահատուկ ու ինքնատիպ մյուս փառատոների մասին է մեր հաջորդ տեսանյութը։ Աշխարհի շուրջ մի մեծ պտույտ եւ ահա, ամենաշքեղ փառատոններից ծաղկակա։ Այս յուրօրինակ լապտերների փառատոնն ազդարարում է ամանորի ավարտը Չինաստանում։ Փետրվար ամսին չինական բազմաթիվ քաղաքներում եւ շրջաններում վառվում են կարմիր լապտերներ, կառուցվում են հսկայական լուսային հարթակներ, անգամ լույսերից խաղահրապարակներ եւ փոքր զբոսայգիներ։ Բոլորն իրենց երազանքի մասին շշնջում են կարմիր լապտերներին ու բաց թողնում երկինք։ Կարմիր լապտերների փառատոնը համազգային տոնակատարություն է, որի հիմնական խորհուրդը ընտանիքի միավորումն ու համերաշխությունն է։ Ամանորի 15-րդ օրն ընդունված է ուտել բրնձից պատրաստված հատուկ ուտեստ, որը խորհրդանշում է բարեկեցություն եւ քաղցր կյանք։ Երեկոյան պարտադիր մեկնարկում է շքեղ հրավառություն, որով չինացիները փորձում են վախեցնել չար ոգիներին։ Աշխարհում հայտնի վենետիկյան դիմակահանդեսը թերևս ամենահինն է աշխարհում։ Փառատոն դիմակահանդեսը հին ռոմեացիների սիրելի տոնն էր, նվիրված Սատուրն աստծուն։ Տոնախմբությունների ժամանակահատվածը Սատուրնալի էր կոչվում, եւ միայն այդ ժամանակ ստրուկներն ու հպատակներն իրավունք ունեին հավասարը հավասարի պես սեղան նստել իրենց տիրակալների հետ, հետեւաբար կրում էին դիմակներ։ Վենետիկյան դիմակահանդեսը պաշտոնապես համազգային տոն է ճանաչվել 1296 թվականից։ Այսպիսով 10 օր անընդմեջ մեծ զվարճանք եւ խնջույքներ միջև մեծ պահքը։ Մեր օրերում Վենետիկի դիմակահանդեսին միանում են ողջ աշխարհի հազարավոր զբոսաշրջիկներ։ Այս հեքիաթային լուսառատ փառատոնը, որն ամեն տարի անցկացվում է Լիոնում, նվիրված է Սուրբ Մարիամ Աստվածածնի։ Սկիզբ է առնում դեռևս 17-րդ դարի կեսերից, երբ Ֆրանսիայում մոլեգնում էր ժանտախտը, եւ Լիոնի բնակիչները դիմեցին Սուրբ Մարիամի ուժի զորությանը։ Իսկապես, Լիոնը միակ քաղաքն էր Ֆրանսիայում, որ ժանտախտն այդպես էլ չհասավ։ Լույսի այս փառատոնը հիմնականում տևում է 4 օր, իսկ այդ ընթացքում բնակիչները նաեւ բարվող մոմեր են դնում պատուհանագոգերին։ Շատ տպավորիչ է փառատոնի ընթացքում կազմակերպվող քայլող լուսային մարդուկների շոուն։ Յուրահատուկ փառատոն ցիտրուսներից, որը սկիզբ է առել դեռևս 30-ական թվականներին եւ ամեն տարի անցկացվում է Ֆրանսիայի հարավում գտնվող Մենտոն առողջարանային քաղաքում։ Այս փառատոնի պատճառով է, որ Մենտոնը հաճախ անվանում են Ֆրանսիայի կիտրոնե քաղաքը։ Կիտրոնի արձանները, որոնք կշռում են մինչև 140 տոննա, նարնջից ու թուրինջից քանդակները 3 շաբաթ զարդարում են Մենտոնի փողոցները։ Կիտրոնե փառատոնին մասնակցելու համար Մենտոն են գալիս մինչև 250,000 հյուրեր ամբողջ աշխարհից։ Որպես կանոն, փառատոնի հյուրերը համտեսում են ցիտրուսային լիմոնադի, մուրաբաների եւ խմիչքների նոր տեսակները։ Աննկարագրելի գեղեցիկ են ծաղկային փառատոնները։ Բլեոմեն կորսո ծաղկային շքերթ, այսպես է կոչվում Հոլանդիայում անցկացվող ծաղկի փառատոնը։ Սկիզբ է առել 1947 թվականին ծաղիկների աճեցման զբաղվող հոլանդացի Ուիլյամ Վարմենհովենի նախաձեռնությամբ։ Նա պատերազմի դառը հետևանքները ժառանգացել են ու փորձում էր ուրախություն պարգևել։
Այսպիսով իր կիսաքան բեռնատարը զարդարում էր գունագեղ ծաղիկներով, իսկ առջևում ամրացնում առաջին ծաղկի կոմպոզիցիան՝ կապույտ մեծ կետ ձկանը։ Բեռնատարով անցնելով մի քանի քաղաքներով նա շատերի համակրանքն ու հիացմունքն է վայելում, իսկ ավելի ուշ նրան են միանում եւս մի քանիսը իրենց ծաղկազարդ մեքենաներով։ Այդ օրից ի վեր ամեն տարի մեկնարկում է ծաղկե շքերթը հսկայական շարժական քանդակներով։ Նորթվեյք քաղաքից տոնական ծաղկե շարասյունը հատուկ շոու ծրագրի ուղեկցությամբ շարժվում է դեպի Հալեգոմ եւ Լիսե քաղաքներ, որտեղ նախորդ կազմակերպվում են տոնական ֆուշետներ եւ հատուկ համերգային ծրագիր։ Վերջնակետը Հարլեմ քաղաքն է, որտեղ էլ երեկոյան ժամը 9-ին եզրափակվում է փառատոնը։ Կարմրամազիկների փառատոն։ Սեպտեմբերի առաջին հանգստյան օրերին հոլանդական Բրեդա քաղաքում հավաքվում են ամբողջ աշխարհից ժամանած կարմրահեր մարդիկ։ Սա կարծես ամենամյա սովորույթ դարձավ այն օրից ի վեր, երբ հոլանդացի նկարիչ Բարտ Արուվեն Հորսթը իր բնանկարների համար առաջին անգամ կարմրահեր բնորդներ հրավիրեց։ Նախորդ տարի այս փառատոնին մասնակցելու նպատակով Հոլանդիա էր եկել 1.5 միլիոն մարդ աշխարհի 52 երկրից։ Սա նրանց օրն է, նրանք փառատոնից հեռանում են հպարտության զգացումով, որ ծնվել են այդպիսին, քանի որ կարմրահերների թիվը երկրագնդի վրա կազմում է 1% ընդամենը։ Ահա այսպիսի արտասովոր փառատոններ։ Ինձ դուր եկավ ծաղիկների փառատոնը։ Իսկ ինձ կարմրահեր աղջիկների փառատոնը։ Կզարմանայի ուրիշ բան դուր գա քեզ։ Դե այլ ծաղիկներից ո՞րն է, բայց կարմիրի մնաց մազերով շատ լավ սիրուն աղջիկներ կային։ Տղաները կային, եթե ուշադիր եք։ Տղաներին դուք դե ուշադիրն եք, ես ինչ ուշադիր, Յանը քիչ հաճեցող կա վրա, մի հետ պիտի ասեն։ Դե լավ սիրելիներս, այսքանով մենք ավարտում ենք մեր այսօրվա եթերը, չգիտեմ թե հաճույքով մեզ հանդուրժեցիք, թե ոչ, մենք համենայն դեպս մեծագույն հաճույք ստացանք ձեզ հետ։ Այո, եւ Էյնշտեյնն ասում էր, երջանիկ են այն մարդիկ, ովքեր կարողանում են գնահատել կյանքի ամեն մի վայրկյանը։ Գնահատենք վայրկյանը եւ լինենք երջանիկ։ Իսկ այն մարդիկ, ովքեր բաց են թողել մեր ծրագրի առաջի հատվածը, կարող են այցելել shanTV.am, shanTV.com, դիտել մեր ծրագիրը եւ նաեւ այնտեղ կա on-line կոճակը, որ կարող են դիտել ցանկացած պահին, թե ինչ է կատարվում Շանթ հեռուստաընկերության եթերում։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։